Բարի գալուստ արտասովոր դասընթաց, առաջին դասում Աստծուն հաճելի է արտասովոր կյանքը։ Ջոնն ասում է, որ ուշագրավ գործեր անելու զորությունը ոչ թե կախված է քո պաշտոնից եւ դիրքից, այլ քո սրտի դիրքից։ Ամեն, 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 ամեն։ Հիսուս, մենք քեզ շատ ենք սիրում։ Հալելույա։ Բարի գալուստ արտասովոր դասընթացի առաջին դաս, արտասովոր, ահա թե ինչպես պետք է ապրես։ Մենք կաղոթենք եւ կսկսենք, բայց միջ այդ թույլ տվեք ասել, որ այն ինչ որ քարոզելու եմ այսօր բառացիորեն ճամփորդություն է։ Այս 12 դասերի ընթացքում մենք բառացիորեն մի շատ հետաքրքիր ճամփորդություն ենք կատարելու, որը կառուցելու է եւ կրկին կառուցելու է։ Ամեն դասը մի բան է կառուցելու, թույլ տվեք մի բան պատմել իմ մանկությունից։ Երբ փոքր տղա էի, մի անգամ մտա մեր հեռուստասենյակ, որտեղ ծնողներս արևմտյան պատմություններ ֆիլմն էին դիտում։ Հիշում եմ, որ հայրս, մայրս, բոլոր քույրերս նստած դիտում էին, երբ ես իջա եւ ներս մտա։ Ես հասա ֆիլմի վերջին պահին, երբ գլխավոր հերոսը վերջին վճռական հարվածը տվեց։ Երբ նա հարվածեց, դրանից հետո նա մահացավ, կարծում եմ այդպես էր։ Հանկարծակի մայրս եւ քույրերս սկսեցին լաց լինել։ Հայրս իսկապես տխուր էր։ Ես նայում էի ու մտածում, պետք է որ լուրջ բան լինի։ Ինչ էր պատահել։ Նրանք կատարել էին այդ ճամփորդությունը, այդ պատճառով էլ վերջին կադրը ներգործել էր նրանց վրա։ Հասկանանք, թե ինչ է կատարվելու այս 12 դասերի ընթացքում։ Առաջին 6 դասերը հիմք են գցելու, իսկ 7-ից 12-ի յուրաքանչյուր դասը կառուցելու եւ կառուցելու, իսկ 12-րդ դասին դուք կցնցվեք, ինչպես ես եմ ցնցվել։ Դուք ինձ հետ եք։ Հիմա առաջին բանը, որ կանենք, աղոթել եւ դասն Աստծուն հանձնելն է, ամեն։ Այսպիսով Հայր Հիսուսի անունով շնորհակալություն ենք հայտնում նախ եւ առաջ քո զավակները լինելու արտոնության համար։ Դու կարող ես մեծ ծառաներ անել եւ դա հիանալի կլիներ, բայց դու մեզ Աստծո որդիներ եւ դուստրեր կոչեցիր Հիսուս Քրիստոսում։ Տեր Աստված, գալիս ենք քո գահի առջև եւ խնդրում, որ գալիք 12 դասերի ընթացքում դու բառացիորեն խոսես մեզ հետ։ Հայր, քո խոսքն ասում է, որ նա ով խոսում է, թող ինչպես Աստծո հրամաններ խոսի։ Հայր, շնորհակալ եմ Հիսուսի անունով, որ Սուրբ Հոգին բառացիորեն կխոսի մեզ հետ եւ Հիսուսի անունով շնորհակալ եմ յուրաքանչյուր դասի համար, որոնցով Հիսուս մեզ այնպես պարզորոշ կհայտնվի, ինչպես երբեք չենք ճանաչել նրան։ Եվ մենք կգնանք փառքից փառք եւ փառք քո կենդանի եւ զորավոր հոգով։ Ուստի Հայր Հիսուսի անունով հռչակում եմ, թող գա քո արքայությունը եւ քո կամքը լինի այս վայրում։ Երկրի վրա այնպես, ինչպես որ երկնքում է։ Քեզ տալիս ենք փառքը, պատիվը, մեծությունը, շնորհակալությունը Հիսուսի զորավոր, հիասքանչ, փառավոր, սուրբ սքանչելի անունով եւ բոլոր նրանք, որ համաձայն են, աղաղակեն։ Այժմ եւս մեկ անգամ փառք տվեք նրան, եւս մեկ անգամ շնորհակալ ենք Տեր։ Հիսուսի անունով, ամեն։ Կարող եք նստել։ Շատ լավ, թույլ տվեք ասել, որ առաջին դասը կբացեմ պատմելով մի մարդու մասին, որի անունը Թոմաս Քունն է։ Թոմաս Քունը գիտնական էր, 1960-ականներին նա բացահայտեց մի տերմին, մի բառակապակցություն, որն այսօր բավականին ընդունված է եւ այն կարող են գտնել նույնիսկ բառարաններում։ Այն տերմինը, որով նա հայտնի դարձավ, հիմնարար փոփոխությունն է, բոլորդ ասեք հիմնարար փոփոխություն։ Ինչ է հիմնարար փոփոխությունը։ Բառարաններից մեկը, որ ես նայել եմ, ասում է, այն արմատական փոփոխությունն է, մեկ այլ աղբյուր ասում է, որ այն հիմնարար եւ նշանակալից փոփոխությունն է մեր տեսակետի մեջ։ Մեկ այլ աղբյուր, որն ամենաշատն եմ հավանում, ասում է. հիմնարար փոփոխություն նշանակում է մտածելակերպի փոփոխություն։ Այն հեղափոխություն է, վերափոխում, կերպարանափոխություն։ Այն պարզապես չի տեղի ունենում, այլ առաջնորդվում է սեփական փոփոխությամբ։ Թույլ տվեք ասել, թե ինչպիսին է լինելու սեփական փոփոխությունը, այն կբերի կերպարանափոխություն կամ վերափոխում։ Սեփական փոփոխություն լինում է Աստծո խոսքի միջոցով, ինչու՞։ Որովհետև Աստծո խոսքը կենդանի է եւ զորեղ։ Կարող ես սրան ամեն ասել։ Ամեն։ Ես սկսելու եմ առաջին Կորինթացից թղթով, սա մեր հիմնարար խոսքն է լինելու։ Առաջին Կորինթացից 2-րդ գլուխ 9-րդ խոսք, Պողոս առաքյալն ասում է. ինչ որ աչք չտեսավ եւ ականջ չլսեց եւ մարդու սիրտ չընկավ, այն Աստված պատրաստեց իրեն սիրողների համար։ Սա նման է արտասովոր, աներևակայելի կյանքի, այդպես չէ։
Այդպես չի արդյոք։ Շատ մարդիկ, երբ կարդացել են այս հատվածը, քարոզել կամ հավատացել են, որ Պողոսը խոսում է այն մասին, թե ինչ կլինի մեզ հետ, երբ երկնքում լինենք։ Ես լուր ունեմ ձեզ համար, դա ամենը չէ, ինչ նա ասում է, նա խոսում է այս ժամանակվա եւ երկրի մասին։ Որովհետեւ եկեք նայենք անմիջապես հաջորդ խոսքը, հաջորդ խոսքն ասում է խոսք 10, բայց մեզ հայտնեց Աստված իր հոգով, որովհետեւ հոգին ամեն բաները քննում է։ Այո, ես սիրում եմ սա։ Հետո նա շարունակում է ասելով Եփեսացիս 3:9-10. Իմ առաջադրանքն է բոլորին լուսավորել, բոլորը տասեք լուսավորել, որպեսզի գիտենան, ահա թե որտեղից է գալիս սեփական փոփոխությունը, թե ինչ է այն խորհրդի տնտեսությունը, որ Հավիտյանը ստացկված էր Աստծո մոտ, որ ամեն բան ստեղծեց Հիսուս Քրիստոսով, որ եկեղեցիներում հավաքված ձեզ նման քրիստոնյաների միջոցով Աստծո այս արտասովոր, բոլորը տասեք արտասովոր ծրագիրը հայտնի լինի եւ խոսվի նույնիսկ հրեշտակների մեջ։ Եկեք հրեշտակներին խոսելու թեմա տանք, ինչ կասեք։ Կարող եք սրան ամեն ասել։ Շատ լավ, եկեք խոսենք արտասովորի մասին, բոլոր տասեք արտասովոր։ Լավ, ես սիրում եմ այս բառը, արտասովոր։ Տանք սահմանումը, սովորականից այն կողմ, բացառիկ, հասարակ, չափը գերազանցող։ Հոմանիշներն են ուշագրավ, զարմանահրաշ, սքանչելի, աններևակայելի։ Սիրում եմ այս հոմանիշները, որոնք են արտասովոր բառի հականիշները։ Հասարակ, նորմալ, սովորական։ Ուշադրություն դարձրեք, որ արտասովոր բառի հականիշը նորմալն է կամ հասարակը։ Ինձ հետ եք։ Բոլորը տասեք ինձ հետ Աստված ինձ կանչել է ապրելու արտասովոր կյանք։ Եթե մարդիկ չխեղդեն այն իրենց ներսում յուրաքանչյուր անհատի մեջ բնական փափակ կա ապրելու արտասովոր կյանք։ Նայենք հանրահայտ ֆիլմերը, լավ, ամենասիրված ֆիլմերի մեծ մասն ունեն արտասովոր կերպարներ, որոնք կատարում են ուշագրավ գործեր։ Օրինակ Գերմարթը, Սարդմարթը, Աստղային պատերազմները, Մատանիների տիրակալը, Ֆանտաստիկ քառյակը, X մարդիկ, Նարնիայի քրոնիկան, Մատրիցան, Անհավատալի հոլքը, սրանք ընդամենը մի քանիսն են, մենք ունենք արտասովոր հերոսներ, որոնք կատարում են բացառիկ գործեր եւ ապրում անհավատալի կյանք։ Օրինակ Բեթմենը, Երկաթե մարդը, Ինդիանա Ջոնսը, Զորոն, Խիզախ սիրտ ֆիլմից Վիլյամ Վոլեսը, ու ինձ դուր է գալիս այս տղան։ Սա էլ դեռ ամբողջական ցանկը չէ։ Իրականում թույլ տվեք մի բան ասել։ 35-ը, ուշադիր լսեք, բոլոր ժամանակների 50 հանրահայտ ֆիլմերից 35-ը այս կատեգորիայի ֆիլմեր են։ Մի պահ մտածենք սրա շուրջ։ Այդ ֆիլմերը սիրային պատմություններ չեն, լրտեսական թրիլերներ չեն, ոստիկանական ֆիլմեր չեն, արևմտյան ֆիլմեր չեն, սպորտային ֆիլմեր չեն, իրական կյանքի դեպքեր չեն։ Բոլոր ժամանակների հանրահայտ ֆիլմերի մեծ մասը, 70%-ը ֆիլմեր են, որոնք ունեն արտասովոր կերպարներ, գործում են ուշագրավ գործեր եւ ապրում անհավատալի կյանք, աներևակայելի զորությամբ։ Ինչու է այդպես։ Ինչու է հանրությունը ձգտում այդպիսի ֆիլմերի, որովհետև այսպես է Աստված ստեղծել մեր կյանքը։ Մեր ներսում փափակ կա, խորը ցանկություն, յուրաքանչյուր անհատի ներսում ապրելու արտասովոր կյանք։ Եթե դա չկա, ուրեմն մենք պարզապես խեղդել ենք այն, ինչ Աստված դրել է մեր մեջ, հարմար տեղ է ասելու ամեն։ Բայց քրիստոնեությունը այս կերպարով չի պատկերվել։ Ես փրկվել եմ քոլեջն ավարտելուց հետո համալսարանում սովորելու տարիներին։ Այն ինչ տարիներ շարունակ հետ էր պահում ինձ արքայությունից, քրիստոնեության խեղճ պատկերն էր։ Քրիստոնյա ասելով ես պատկերացնում էի թույլ անօգնական անողնաշար մեկին։ Ես քրիստոնյային որպես զինվոր չէի տեսնում, որը կարող էր կոտրել կարծրատիպերը, մտածել ոչ սովորական ձևով։ Ես ուժեղ եւ առաջնորդ քրիստոնյաներ չէի տեսել։ Ինձ հետ եք։ Կանանց վիճակն ավելի վատ էր։ Ինձ համար քրիստոնյա կանայք նրանք էին, ովքեր լավ չէին հագնվում, մնում էին տանը, խոհանոցային գործեր անում եւ ուրիշ ոչինչ։ Ես այդպիսի կին չէի ուզում ունենալ։ Ես այնպիսի կին էի ուզում, ով ինձ հետ ամբողջական կյանք կարող էր ապրել, եւ սա ինձ երկար տարիներ հեռու էր պահում արքայությունից։ Ես մտածում էի, որ քրիստոնյա դառնալ նշանակում է զրկվել ստեղծագործելուց, կորցնել գերազանցությունը։ Բայց թույլ տվեք մի բան ասել, Աստված հենց այդպիսին է ստեղծել մեզ։ Եթե նայենք Ծննդոց 1:27-ը, Աստվածաշնչի պատգամ թարգմանությունից ասում է. Աստված ստեղծեց մարդկանց, նա ստեղծեց նրանց աստվածանման, բոլորը տասեք աստվածանման, արտացոլելու Աստծո բնույթը, հետո 28-րդ խոսքում Աստված ասում է, Աստվածաշնչի պատգամ թարգմանությունն է ինձ դուր է գալիս, նա ասաց իր ստեղծած մարդկանց, լսեք ուշադիր, սա նրա խոսքն է, նրա պատվերը, նա ասաց աճեցեք, բոլորը տասեք աճեցեք,
Շատացեք, լցրեք երկիրը եւ տիրեք։ Սա Աստծո պատվիրանն է մարդուն, եւ եթե նայենք Ադամին, նա արտասովոր մարդ էր։ Աստվածաշունչը մեզ պատկերացում է տալիս Ադամի մասին։ Աստված բոլոր կենդանիներին բերում է Ադամի մոտ, եւ Ադամը բոլորին անուններ է դնում։ Նկատի ունեմ, միգուցե նրանք քննարկել են որոշ դեպքեր, բայց Ադամին էր վերջնական որոշումը անվանելու յուրաքանչյուր կենդանու։ Հասկանում եք, որ երկրի վրա կենդանիների միլիոնավոր տեսակներ կան։ Ուշագրավ է։ Նա ոչ միայն բոլորին անուններ դնելու կարողություն ուներ, այլև կարողություն հիշելու միլիոնավոր կենդանիներին դրած անունները։ Նա արտասովոր մարդ էր։ Ինչ որ մեկը կասի, բայց Ջոն, այդ ամենը կորավ անկման հետ։ Լավ, տեսնենք, թե նոր կտակարանն ինչ է ասում սրա վերաբերյալ։ Հռոմեացիս 5:18։ Արդ ուրեմն ինչպես մեկի հանցանքով ամեն մարդկանց վրա դատապարտություն եկավ, նույնպես էլ մեկի արդարությունով ամեն մարդկանց վրա կյանքի արդարություն է գալիս։ Ինչ կյանքի մասին է նա խոսում։ Նա խոսում է արտասովոր կյանքի մասին, արտասովոր սովորականից այն կողմ։ Ինձ դուր է գալիս սա։ Աստված ոչ միայն ցանկանում է, որ դու արտասովոր կյանք ապրես, այլև զինել է քեզ դրա համար, որպես նոր կտակարանյան հավատացյալ ուշագրավ զարմանահրաշ արտասովոր կյանքը չի սահմանափակվում որոշ անհատների մեջ։ Եթե միայն կարողանայի ավելի ուժեղ ասել, կարևոր չէ դու գործարար կին ես, տնային տնտեսուհի, կարևոր չէ դպրոցի ուսուցչուհի ես, դերասան, վարսահարդար, կազմակերպության աշխատող, Աստված կանչել է քեզ արտասովոր կյանք ապրելու այն ոլորտում, որի համար ստեղծել է քեզ։ Այն կախված չէ քո պաշտոնից եւ դիրքից, այլ քո սրտի դիրքից։ Հարմար տեղ է ասելու ամեն։ Ես ինքս ինձ ուրախացնում եմ հիմա։ Ուշագրավ գործեր անելու զորությունը եւ բացառիկ կյանք ապրելու կարողությունը կախված չեն մեր պաշտոնից կամ դիրքից, այլ մեր իսկ սրտի դիրքից։ Կրկնելու կարիք կար։ Հոլիվուդը, կրոնական մարդիկ եւ մշակույթը Աստծո մարդկանց մասին սխալ պատկերացում էին ձևավորել իմ ներսում եւ թույլ տվեք ասել, որ ոչ միայն իմ, այլև միլիոնավոր մարդկանց։ Մենք եկեղեցին բոլորովին սխալ լույսի ներքո էինք դիտում։ Թույլ տվեք ասել, ինչու է դա տեղի ունեցել։ Մեր հոգու թշնամին, ասեք հոգու թշնամի, որի անունը Սատանա է, ամեն ջան գործադրել է, որ Աստծո մարդկանց պատկերի, որպես ոչ ուշագրավ, սովորական, եթե ավելի ճիշտ ասենք, հետամնաց։ Կարող եմ շատ անկեղծ լինել ձեզ հետ։ Մենք չենք հասկանում նրա մեծագույն ռազմավարությունը։ Մենք կարծում ենք, որ Սատանայի մեծագույն ռազմավարությունն է մեկին խմիչքի, մյուսին բարի գերի դարձնելը, այնինչ իրականում նրա մեծագույն ռազմավարությունն այն է, որ քեզ խանգարի, որպեսզի դու չիմանաս, թե ով է Աստված ստեղծել քեզ Հիսուս Քրիստոսում։ Եթե դու հայտնաբերես, թե ով ես դու Հիսուս Քրիստոսում, նա լուրջ խնդիրներ կունենա, եւ նա գիտի դա։ Նրա հիմնական ռազմավարությունն այն չէ, որ դրդի քեզ անել սա կամ նա, այլ նրա հիմնական ռազմավարությունն այն է, որ մի կերպար ստեղծի Հոլիվուդի հասարակության մշակույթի կրոնական մարդկանց միջոցով, որ Աստծո մարդիկ արտասովոր չեն, մինչդեռ իրականում Աստված կանչել է մեզ արտասովոր լինելու։ Հարմար տեղ է ասելու ամեն։ Ի հակադրություն մեր ներկայիս իրականության, վաղ եկեղեցու մեծագույն պայքարն այն էր, որ համոզի մարդկանց, որ իրենք ոչ գերմարդիկ են, ոչ էլ աստվածներ։ Մտածեք դրա մասին։ Հիշեք Կորնելիոսին, նա հռոմեացի հայրապետ էր, հասկանում եք, աշխարհի ամենազորավոր ազգից, նա հրամանատար էր։ Բայց երբ Պետրոսը մտնում է նրա տուն, նա ծնկում է եւ երկրպագում Պետրոսին եւ Պետրոսն ասում է. «Լավ է կարդամ»։ Պետրոսն ասում է. «Վեր կաց, ես ինքս էլ մարդ եմ»։ Նա համոզում էր, որ ինքը գերմարդ չէ, ոչ էլ Աստված։ Ինչպիսին է իրավիճակը Լյուստրայում։ Մարդիկ սկսում են աղաղակել, սրանք աստվածներ են։ Պողոսն ու Բարնաբասն էին, թե Պողոսն ու Շիղան, սրանք աստվածներ են, աստվածները իջել են մեզ մոտ։ Եվ երբ Պողոսն ու Բարնաբասը լսեցին իրենց հանդերձները, պատռեցին ասելով այդ. «Ինչ եք անում, մենք աստվածներ չենք»։ Մալտակղզու մարդիկ մտածում են, որ Պողոսը աստված է, եւ Պողոսը ստիպված էր ասել, երբ տեսան, որ վնաս չեղավ նրան, եկան այն եզրակացության, թե նա աստված է։ Պողոսը պետք է հակառակը համոզեր նրանց։ Եթե նայենք անհավատների կարծիքը վաղ եկեղեցու մասին, ահա թե ինչ է գրված անհավատների կարծիքը, այս աշխարհը շփոթեցնողներն այստեղ էլ հասան։ Տեսնում եք, թե աշխարհը ինչ պատկերացում ուներ վաղ եկեղեցու մասին։ Նայենք Երուսաղեմի եկեղեցուն, Աստվածաշունչն ինչ է ասում։ Բոլորը, Գործք 5:13, բարձր կարծիք ունեին նրանց մասին։
Թույլ տվեք շեշտել նախ եւ առաջ, որ Աստված ոչ միայն ցանկանում է, որ դու արտասովոր կյանք ապրես, այլև ուշադիր լսեք, այն հաճելի է նրան։ Բոլորդ ասեք հաճելի։ Թույլ տվեք հիմա խոսել Աստծուն հաճեցնելու մասին, քանի որ սա շատ կարևոր է։ Երկրորդ Կորինթացիս 5:9-ում Պողոսը գրում է հետևյալը. Սա իմ ամենասիրած խոսքերից մեկն է Նոր Կտակարանում։ Սրա համար էլ ջանք ենք անում, որ թե մնանք, թե դուրս գանք, հաճելի լինենք նրան։ Սա բառացիորեն իմ ամենասիրած խոսքերից մեկն է Նոր Կտակարանում։ Սա տարիներ շարունակ իմ աղաղակի թեման է եղել։ Ես աղոթել եմ Աստծուն երկար տարիներ ասելով. Տեր, ես ուզում եմ առավելագույնս հաճելի լինել քեզ։ Ես տարիներ շարունակ աղոթել եմ սրա համար։ Այժմ վերջին տարիներին այս խոսքի կարևորությունը կորցրել է իր ազդեցությունը։ Մերից սովորեցրած Աստծո անպայմանական սիրո պատճառով, եւ քանից էլ գիտեք, որ սա շատ կարևոր է, նկատի ունեմ, որ շատ կարևոր է, որ իմանանք Աստծո մաքուր եւ անպայմանական սիրո մասին, եւ ես ցնծում եմ, որ Աստված հայտնել է դա մեր սերնդին։ Սա մի բան է, որի համար շնորհակալ եմ։ Ես անդրադառնում եմ նախկին սերունդների մարդկանց կյանքին։ Նրանք այնքան օրինապահ էին, կարծում էին, որ Աստված այնքան ճղճիմ է, բայց Աստված հայտնեց իր զորավոր մարդկանցից մեկի հարգարժան Օրալ Ռոբերտսի միջոցով, որ Աստված բարի է եւ նա սիրում է քեզ։ Խարիզմատական շարժումն ասում էր, որ նա մեր հայրն է եւ սիրում է մեզ։ Թույլ տվեք հաստատել սա ձեզ համար, քանի որ Հիսուս մի աղոթք արեց, որը կարծում եմ հավիտենական է։ Հիսուս աղոթում է Հովանու 17:23-ում, նա ասում է, որ աշխարհը հավատա, որ դու Հայր Աստված ուղարկեցիր ինձ Հիսուս Քրիստոսին եւ հասկանա, որ դու սիրում ես նրանց այնքան, ինչքան սիրում ես ինձ։ Լսեցիք սա։ Հիսուսն է աղոթել սա, ոչ թե Պողոս առաքյալը, Հայր, որ հասկանան, որ նրանց սիրեցիր այնքան, ինչքան ինձ սիրեցիր։ Աստված սիրում է քեզ ճիշտ այնքան, որքան Հիսուսին։ Հրաշալի է, դու կարող ես ասել, բայց Ջոն, Հիսուս աղոթում էր ընդամենը այն սեղանի շուրջը հավաքված իր 12 աշակերտների համար, որտեղ նրանք հատուկ ընտրված խումբ էին եւ ավետարանը քարոզեցին ամբողջ աշխարհին։ Լավ, կարդանք մի քանի խոսք եւս, բայց ոչ թե միայն նրանց համար եմ աղոթում, այլև նրանց համար էլ, որ նրանց խոսքով կհավատան ինձ։ Այստեղ յուրաքանչյուրս փրկվել ենք նրանց խոսքով։ Ամեն։ Հալելույա։ Լավ, Աստված մեզ սիրում է անպայմանականորեն, բայց Պողոս առաքյալը խոսում է նրան հաճեցնելու մասին, տարբերություն կա։ Թույլ տվեք մի պատմություն պատմել։ Մի քանի տարի առաջ 4 տղաներից հետ նստած էի սեղանի շուրջ։ Երբեք չեմ մոռանա սա։ Ասացի տղաներ, հետո նայեցի Ադամին ու ասեցի մի բան եմ ուզում ասել ձեզ։ Ասացի դուք չեք կարող որևէ բան անել, որ ես եւ ձեր մայրը ձեզ ավելի սիրենք, քան որ սիրում ենք։ Ոչ էլ կարող եք որևէ բան անել, որ ես եւ ձեր մայրը ավելի քիչ սիրենք ձեզ, քան որ սիրում ենք։ Եվ դուք կարող եք տեսնել, թե ինչպես էր նրանց սրտում հաստատվում մեր անպայմանական սերը ինձ հետ եք, ասացի, բայց դուք եք պատասխանատու նրա համար, թե որքան գոհ կլինենք մենք ձեզանից։ Թույլ տվեք ասել, դուք չեք կարող որևէ բան անել, որ նա ձեզ ավելի սիրի, քան որ սիրում է, եւ ոչ էլ կարող եք որևէ բան անել, որ նա ձեզ սիրի ավելի քիչ, քան սիրում է, բայց դուք եք պատասխանատու նրա համար, թե որքան կհաճենա նա ձեզնով։ Ահա թե ինչու է Պողոսն ասում, որ ջանանք հաճելի լինել նրան։ Վերադառնանք այդ խոսքին 2 Կորինթացիս 5:9, ջանանք։ Ինչը նշանակում ջանալ, այսինքն մեր նպատակը դարձնենք նրան հաճելի լինելը։ Նայեք, նա չի ասում պարզապես հաճելի լինել, այլ շատ հաճելի լինել։ Տեսնենք ինչ է ասում բնագիրը, համոզված եմ, որ դա հենց այն իմաստն ունի հունարեն բնագրում։ Պողոս առաքյալը հունարենում ասում է. մենք չենք ուզում նրան պարզապես հաճեցնել, այլ շատ հաճեցնել նրան։ Մեկ այլ թարգմանության նայենք, որն ինձ շատ է դուր գալիս։ Աստվածաշնչի պատգամ թարգմանությունը ասում է. ջանասիրաբար Աստծուն հաճեցնելը գլխավոր բանն է, բոլորդ ասել գլխավոր բան, որը եւ մեր նպատակն է անկախ մեր պայմաններից։ Ինչու է Աստծուն հաճեցնելը գլխավոր բանը։ Ինչու է մեր կյանքի գլխավոր բանը Աստծուն հաճեցնելը։ Չեք կարծում, որ Պողոսն ինքն արդեն պատասխանել է իր ուղերձում։ Հաջորդ խոսքն ասում է. որովհետև, ինչ է նշանակում որովհետև, քանի որ մեր կյանքի գլխավոր բանը դարձնենք Աստծուն հաճեցնելը, քանի որ ուշադիր կարդացեք, մենք ամենքս պետք է հայտնի լինենք Քրիստոսի ատյանի առջև, որ ամեն մեկն ընդունի իր մարմնով ինչ որ գործեց, թե բարի եւ թե չար։
Ուզում եմ պարզեցնել սա։ Պողոսը չի խոսում ողջ մարդկության մասին, նա խոսում է միայն քրիստոնյաների մասին։ Որտեղից գիտեմ, երկու խոսք վերև ասում է հետևյալը. Նա ասում է, որ մարմնից հեռու լինելով մոտ ենք լինում Տիրոջը։ Երբ մեղավորները թողնում են իրենց մարմինը, նրանք Տիրոջ մոտ չեն գնում, այլ դժոխք։ Սա դաժան արտահայտություն չէ, սա փաստ է։ Դուք պետք է հիշեք, որ Հիսուսն ասաց. «Ես եկա աշխարհը փրկելու, ոչ թե դատապարտելու», քանի որ աշխարհն արդեն դատապարտված էր։ Նա եկավ մեզ փրկելու նրանից, ինչին մենք ինքներս մեզ դատապարտել էինք։ Դուք ինձ հետ եք, բայց Պողոսը շատ հստակ ասում է, որ մենք որպես հավատացյալներ պետք է կանգնենք Քրիստոսի ատյանի առջև։ Ինչի համար, որպեսզի հաշիվ տանք մարմնում, Քրիստոսի մարմնում գործածների համար, թե բարի, թե չար։ Մեզնից յուրաքանչյուրը կանգնելու է Հիսուսի առջև որպես մեր դատավորի։ Մենք չենք դատվելու մեր մեղքերի համար, քանի որ մեր մեղքերը մաքրվել են Հիսուսի արյունով։ Բոլորդ ասեք փառք Աստծուն դրա համար։ Մենք քննվելու ենք ըստ մեր որպես հավատացյալ ապրած կյանքի։ Քննվելու են մեր գործերը, քննվելու են մեր խոսքերը, մեր շարժառիթները։ Եվ որպես մանրակրկիտ քննության արդյունք, որ Հիսուս կանի մեր կյանքում, մենք կամ վարձ կստանանք, կամ կորուստներ կգրենք։ Ուրեմն ինչ է ստացվում։ Մեր արձագանքը խաչին որոշում է, թե որտեղ ենք անցկացնելու հավիտենությունը, իսկ մեր որպես հավատացյալ ապրած կյանքը կորոշի, թե ինչպես ենք անցկացնելու հավիտենությունը։ Դուք բոլորդ լսեցիք, թե ինչ ասացի քիչ առաջ։ Մեր արձագանքը խաչին որոշում է, թե որտեղ ենք անցկացնելու հավիտենությունը, դրախտ թե դժոխք։ Մեզնից շատերը գիտեն դա, ինչև է մեր որպես հավատացյալ ապրած կյանքը կորոշի, թե ինչպես ենք անցկացնելու հավիտենությունը։ Ինչու, որտեղ հավիտենական վարձքը, բոլորդ ասեք հավիտենական վարձք։ Հիշեք, Աստվածաշունչն ասում է, սա եկեղեցու հիմնական վարդապետություններից մեկն է, որ Հիսուս մեզ վարձատրելու է հավիտենության համար։ Նմանապես էլ կորուստները, որոնք կկրենք, լինելու են հավիտենության համար։ Ինչ է նշանակում հավիտենական վարձք։ Մի վախեցեք դատաստան բառից, դատաստան բառը պարզապես նշանակում է որոշում։ Նա որոշում է կայացնելու մեր կյանքի համար համաձայն երկրի վրա նրան մատուցած մեր ծառայության, եւ այդ որոշումը երբեք փոփոխության չի ենթարկվի, չի ուղղվելու, չի վերափոխվելու։ Ուստի այս երկրի վրա կատարած մեր գործերը որոշում են, թե ինչպես ենք անցկացնելու հավիտենությունը։ Պողոսն ասում է, որ Աստծուն հաճեցնելը պետք է մեզ հավատացյալներից խթանող գործոնը լինի։ Թույլ տվեք մի բան ասել։ Աստծուն հաճեցնելու առաջին եւ ամենակարևոր պատճառն այն է, որ մենք սիրում ենք նրան մեր ողջ սրտով։ Աստվածաշունչը շատ հստակ է այս հարցում, թե Պողոսն ուղիղ այդպես չի գրում։ Ինչևէ, Աստծուն հաճեցնելու երկրորդ պատճառը խթանիչը, հավատում եմ, այն է, ինչ Պողոսը գրել է այստեղ։ Իհարկե, հիմա մարդկանց մեջ տարածված է կեղծ խոնարհությունը։ Նրանք ասում են, ինձ բացարձակ չի հետաքրքրում վարձքը, ես Աստծուն այնքան եմ սիրում, որ ուզում հաճեցնել նրան։ Սա լավ է, ինչ ճիշտ հասկացեք, բայց Աստծո ասում է, որ նրան հաճեցնելն իմ գլխավոր նպատակը դարձնեմ, որովհետև կանգնելու եմ Հիսուսի ատյանի առջև։ Թույլ տվեք այս կերպ ասել, ես չեմ ուզում Հիսուսի առջև կանգնել եւ նրա աչքերում հիասթափության արդյունքներ տեսնել այն բոլոր հնարավորությունների համար, որոնք ես բաց եմ թողել գաղթ սրտով ծառայելու ընթացքում։ Ես չեմ ուզում սա, ես ուզում եմ ցնծություն տեսնել նրա աչքերում եւ ես ուզում եմ լսել, համոզված եմ, որ բոլորդ եք ուզում։ Ապրես Ջոն, ապրես, կարգին տղա ես։ Ինձ դուր է գալիս դա։ Ամեն։ Ահա թե ինչու է Պողոս առաքյալն ասում, ոմանք կհարցնեն, լուրջ ես ասում, տեսնենք թե Սուրբ Հոգին ինչ է ասում Հովհաննես առաքյալի միջոցով։ Հովհաննես առաքյալն ասում է, երկրորդ Հովհաննես 8-րդ խոսքում ասում է, զգույշ եղեք, որ չկորցնեք ձեր վաստակածը, այլ, բոլորդ ասեք այլ, ստանաք ամբողջ վարձքը։ Հասկանում եք, որ Հայր Աստված ինքն է ասում սա Հովհաննես առաքյալի միջոցով։ Նա ասում է քեզ զգույշ եղիր, որ չկորցնես վաստակածդ, այն ինչի համար ես այդքան թանկ վճարեցի, այլ ամբողջ վարձքը ստանաս։ Նա ուղղակի չի ասում վարձք, այլ ամբողջ վարձք։ Սա Աստծո եռանդն է։ Ես նայում եմ իմ երեխաներին, ես նրանց այնքան շատ եմ սիրում, եւ ինչ էլ որ նրանք անեն, չի փոխի իմ սերը նրանց նկատմամբ, բայց գիտեք, ես նրանց մարտահրավերներ եմ նետում։ Հասկանում եք ինչ նկատի ունեմ։ Ես ասում նրանց տղաներ, ուզում եմ որ սա անեք։ Գիտեք ինչն է ուրախացնում ինձ որպես հայր, դա ինձ չի ստիպում նրանց ավելի սիրել։ Ես նրանց ավելի սիրել չեմ կարող, հասկանում եք։ Միգուցե ես կարողանայի, միգուցե Աստված աճեցներ իմ սերը, բայց իմ սերը կախված չէ նրանց արարքներից։
Բայց ինչ հաճելի է, երբ բան եմ հանձնարարում նրանց եւ նրանք էլ կատարում են, հատկապես երբ նրանք անում են ողջ սրտով, եռանդով եւ ժպիտով։ Ես ասում եմ ձեզ, որ ես որպես հայր սիրում եմ վարձատրել, եւ ես ուզում եմ նրանց արժանվույնս վարձատրել։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Իմ ավագ որդին Էդիսոնը, որը Աստծո հրաշալի երիտասարդ է, ընդունվել էր ԱՄՆ-ի 7 լավագույն համալսարաններից մեկը, բակալավրի աստիճան ստանալուց հետո նա եկավ ու ասաց. «Հայր, ես չեմ ուզում շարունակել կրթությունս»։ Ես ասացի. «Ինչ»։ Ինչ ես ուզում ասել։ Նա ասաց. «Ուզում եմ ամբողջ ժամանակով ծառայել եւ օգնել քեզ ու մայրիկին տարածելու Աստծո խոսքը»։ Ինչ պիտի ասեի ես։ Միանշանակն այն բառն էր, որը ես ասացի, նա մտավ մեր անձնակազմ, եւ ես ասացի կադրերի բաժին տնօրենին, նա ոչ մի արտոնություն չպետք է ունենա միայն նրա համար, որ նրա ազգանունը Բիվեր է։ Պարզ է։ Այո, պարոն, բայց պետք է ասեմ, որ ինձ համար դժվար էր։ 6 ամիս անց մեր կադրերի բաժին տնօրենը ինձ կանչեց ու ասաց. «Ջոն, ուզում եմ Էդիսոնի եկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու նշանակել»։ Ասացի. «Լուրջ ես ասում»։ Ինչու։ Ասաց, որովհետև քո որդին շատ ուժեղ առաջնորդ է։ Ասացի. «Նշանակիր»։ Այսպիսով Էդիսոնը ստանձնեց եկեղեցական հարաբերություններ բաժնի պատասխանատվությունը այդ ժամանակ։ ԱՄՆ-ում 2-3 հազար եկեղեցիներ օգտագործում էին մեր դասընթացները իրենց տնային տասնյակներում, առաջնորդական թիմերի մարզումներում, նորադարձների խմբերում, նույնիսկ կիրակնօրյա ծառայություններում եւ չորեքշաբթի երեկոներին։ Տարվա սկզբում Էդիսոնը մոտեցավ ինձ ու ասաց. «Հայր, ինչ կանես, եթե մեր բաժինը կրկնապատկի իր գործը այս տարի»։ Ես ծիծաղում էի ինքս ինձ մտածելով, դե հնարավոր չէ կրկնապատկել այն գործը, որ արվել է անցյալ տարի։ Ասացի, եթե անեք, ապա քո ամբողջ թիմին 7-օրյա ճամփորդության կտանեմ։ Նա ասաց բարի եւ հեռացավ։ Մեկ ամիս անց նա զանգեց ինձ ու ասաց. «Հայր, ես սա եմ որոշել, այս մարդուն այս բանն եմ ասել, այս մեկին սա եմ ասել, կարող ես աղոթել ինձ համար, այս մարդը սա է անում, մյուսը սա է անում»։ Ես ասացի պատճառը, թե ինչու դուք պետք է զանգեք այդ հովիվներին, այն է, որ դուք հոգում եք նրանց համար, նրանք ընկերոջ կարիք ունեն, եւ նրանք հաճախ 20 րոպե հեռախոսազրույց են ունենում մի հովի հետ, երբեմն էլ 40 րոպե, երբեմն էլ որդից, կամ ինչ որ մեկը զանգում են ինձ եւ ասում կարող ես այսինչ հովին դու զանգել, ես հնարավորինս օգնում էի նրանց, բայց միշտ չէ որ ինձ հաջողվում էր, որտեղ զանգում էր ինձ ու ասում պապ, իսկապես հավատում եմ, որ հրաշք է լինելու այս ամսվա վերջին, ես էլ ասում էի լավ կաղոթեմ։ Հիմա երբ հետ եմ նայում, ասում եմ բավականին մեծ նպատակ էին դրել իրենց առջև։ Գիտեք նրանք ինչ արեցին, նրանք եռապատկվեցին, հասկանում եք, 3 անգամ։ Գիտեք ես ինչ արեցի, բաժնի ողջ անձնակազմին ճամփորդության տարա։ Դուք ասում եք հաղթանակ, 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 ես կասեմ ձեզ հաղթանակ, հաղթանակ ու հաղթանակ։ Առաջին մենք հրաշալի ժամանակ անցկացրինք հաղորդակցվելով միմյանց հետ։ Երկրորդ մենք ուրախացանք այն բոլոր մարդկանց համար, ովքեր լսեցին Աստծո խոսքը։ Երրորդ, նրանք իրականացրին իրենց առջև դրված նպատակը։ Աստվածաշունչը ասում է կյանքի պտուղը կենաց ծառ է։ Ուշացած հույսը սիրտը կհիվանդացնի, բայց փափագին հասնելը կենաց ծառ է։ Եվ դուք կարող եք տեսնել կյանքի ծառը նրանցում, քանի որ ունեին նպատակ եւ աղոթքով ասում եմ ձեզ, սա աղոթքի բաժին է եւ նրանք հասան իրենց նպատակին։ Եվ ես որպես հայր եւ որպես ղեկավար շատ հպարտ էի նրանցով։ Ես կարծես որդեգրեցի բոլորին որպես իմ որդիներ եւ հպարտանում էի նրանցով, հասկանում եք ինչ եմ ասում։ Այլ կերպ ասած, դա եւ ինձ ուրախացեց եւ նրանց։ Տեսնում եք, որ նպատակի իրականացումը մեծ ուրախություն է պատճառում։ Այժմ 15000 եկեղեցիներ ԱՄՆ-ում օգտագործում են մեր դասընթացները, այսինքն այդ բաժինը ընդարձակվել էր։ Թույլ տվեք ասել, որ Աստված էլ նույն բանն է արել մեզ համար։ Նա մեր կյանքի մասին գիրք է գրել։ Լսեք, թե Դավիթն ինչ է ասում Սաղմոս 139:16-ում։ Դավիթն ասում է. «Դու տեսար ինձ նախքան իմ ծնվելը, իմ կյանքի բոլոր օրերը գրված էին քո գրքում, բոլորդ ասեք գիրք»։ Քանից եք գիտեք, որ ձեր մասին գիրք կա գրված։ Ոչ միայն Ռան Օրեգոնի մասին գիրք կա, ոչ միայն Մայքլ Ջորդանի մասին գիրք կա գրված, այլև քո մասին։ Լսեք սա։ Իմ կյանքի բոլոր օրերը գրված էին քո գրքում, յուրաքանչյուր պահը գրանցված էր, երբ դրանցից որևէ մեկը դեռ չկար։ Քո մասին գիրք կա գրված, եւ հեղինակն Աստված է, Աստված գրել է, թե ինչպես է ուզում, որ դու ապրես նույնիսկ նախքան քո ծնվելը, նա գրի է առել ամեն պահը, ասում է Դավիթը, եւ ինչ Աստված գրել այդ գրքում։ Նա նպատակներ է հաստատել քեզ համար, հետեւում եք ինձ։ Էդիսոնը պարզապես եկավ ինձ մոտ եւ ասաց, ահա թե ինչ կուզենանք անել, բայց Աստված ասում է, ես եմ նպատակներ հաստատել քեզ համար։ Մեր պարտականությունն է գտնել, թե որն է մեր կյանքի նպատակը։ Իմ նպատակները տարբեր են քոնից։ Եթե Աստված քեզ կանչել է հասնելու 3 հոգու, իսկ այդ 3-ից մեկը միլիոնավորների, եւ դու կհասնես քո նպատակներին, ապա դու վարձատրվելու ես այնքան, ինչքան ասենք Բիլի Գրեհեմը, ով հասել է միլիոնավորների, ինձ հետ եք։ Եթե Աստված կանչել է քեզ լինելու արտասովոր պայծառ լույս այդ բիզնեսում, ապա շատերը քո վկայությունով կճանաչեն
նրանք քո ընկերությունում, հենց դա է նպատակը, հասկանում եք։ Մեր պարտականությունն է պարզել, թե որն է մեր կյանքի նպատակը։ Գիտեք, մարդիկ կան, ում դուր չի գալիս այն փաստը, որ ես ասում եմ դա կամ որ Աստվածաշունչն է ասում դա։ Կարող եք պատկերացնել, բայց լսեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը Եփեսացիս 2:10 ընդլայնվածից, որովհետև մենք նրա ձեռագործն ենք, բոլորդ ասեք ձեռագործ, նրա ստեղծածը, վերածնված Հիսուս Քրիստոսում, որ անենք այն բարի գործերը, որոնք Աստված նախասահմանել է, նախապես ծրագրել է, նախքան իմ ծնվելը գիրք է գրվել։ Ինձ հետ եք, նախապես ծրագրել է մեզ համար նույնիսկ նախքան ժամանակի ստեղծումը, որ մենք նրանցում քայլենք, բոլորդ ասեք քայլենք, ապրելով այն բարի կյանքը, որ նա նախապատրաստել է մեզ համար։ Հրաշալի չէ արդյոք, նա բարի ծրագիր է կազմել քեզ համար, ոչ թե չար, որովհետև Աստված ասում է քեզ համար հաստատված ծրագիրս գիտեմ, ծրագիր բարօրության եւ ոչ թե չարիքի, քեզ ապագա եւ հույս տալու համար, եւ քո բոլոր պատմությունները լավ պատմություններ են, քո բոլոր ծրագրերը հիանալի ծրագրեր են, դրանք արտասովոր ծրագրեր են։ Լսեցիք ինձ, ասացի արտասովոր ծրագիր։ Որն է մեր պարտականությունը, աղոթքով գտնել այդ ծրագիրը, ահա թե ինչու է Պողոս առաքյալը գոհանում Կողոսացիս 1:9-10, սրա համար էլ այն օրից, որ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթքանելուց եւ խնդրվածք մատուցելուց, որ լցվեք նրա կամքի գիտությամբ, ամեն իմաստությամբ եւ հոգեվոր հանճարով, որ դուք իմանաք, ինչպես արժանի է Տիրոջը, ամեն բանի մեջ հաճո լինելով նրան։ Հասկանում եք, ամեն բարի գործերով պտղաբեր լինեք ու աճեք Աստծո գիտության մեջ։ Թույլ տվեք մի բան ասել, որում ես խորապես համոզված եմ։ Աստված արտասովոր կյանք է պատրաստել քեզ համար։ Անհամբեր սպասում եմ հաջորդ դասին, մինչ հաջորդ դասը։ Երկրորդ դասին բացահայտված ինչպես որ կանք, դուք կսովորեք, որ յուրաքանչյուր մարդ 3 նկարագիր ունի՝ շինծու, երևացող եւ իրական, եւ Տիրոջ վախը բանալին է ընտրելու ճիշտ նկարագիրը։ Երկրորդ դասին բացահայտված ինչպես որ կանք, դուք կսովորեք, որ յուրաքանչյուր մարդ 3 նկարագիր ունի՝ շինծու, երևացող եւ իրական, եւ Տիրոջ վախը բանալին է ընտրելու ճիշտ նկարագիրը։ Հայր, մենք քեզ շատ ենք սիրում։ Մենք սիրում ենք քո խոսքը Հիսուսի անունով։ Եկեղեցի բոլոր ազգերի համար դուք հրաշալի խումբ եք։ Ամեն։ Հրաշալի է։ Եկեք սկսենք։ Նստեք եւ մենք կսկսենք արտասովոր դասընթացի երկրորդ դասը։ Այս դասը հիմնված է արտասովոր գրքի 4-րդ գլխի վրա։ Առաջին դասը 1-ից 3-րդ գլուխներն էր ներկայացնում։ Ես համառոտ կկրկնեմ անցած դասը։ Շատ արագ նորից կկարդամ Եփեսացիս 3:9-10 Աստվածաշնչի падգամ թարգմանությունից։ Պողոս առաքյալն ասում է. «Իմ առաջադրանքն է բոլորին լուսավորել, որպեսզի գիտենան»։ Հիշեք, որ առաջին դասին մենք խոսեցինք հիմնարար փոփոխության մասին։ Ես վստահ եմ, իմ սրտում անհանգստություն կա Ամերիկայի եկեղեցիների համար։ Ես ճանապարհորդում եմ ողջ աշխարհով, ես ճանապարհորդում եմ արդեն 20 տարի։ Օ, զարմանալի է։ Եվ ես նկատել եմ, որ եկեղեցին արդեն ավելի շատ գնում է դեպի ներշնչանք, քան թե վերափոխում։ Մենք կարող ենք ներշնչել ինչ-որ մեկին եւ ունենալ կարճատև հաջողություն, բայց այդ ներշնչանքը կարող է եւ գալ նաեւ ուսուցչի կողմից, որևէ թերթի կամ ամսագրի հոդվածի կողմից, իսկ մենք պետք է ճշմարտապես տանք Աստծո խոսքը, որը իրական վերափոխում կբերի։ Ինձ հետ եք։ Աստծո խոսքը ինչ է, այն փոխելու կարողություն ունի, որն էլ հարուցում է հիմնարար փոփոխություն։ Բոլորդ ասեք հիմնարար փոփոխություն, քանի որ ես հավատում եմ, սա այն խոսքն է, որ Աստված դրել է իմ սրտում, որ մեր կյանքում հիմնարար փոփոխություն է տեղի ունենալու, որպես արդյունք այն բանի, ինչն անում է մեզ հետ այս դասընթացի միջոցով։ Այսպիսով Պողոսն ասում է. «Իմ առաջադրանքն է բոլորին լուսավորել»։ Այլ կերպ ասած, ինչ է աստվածային խորհուրդը։ Այս բառը Աստվածաշնչում հաճախ է հանդիպում, խորհուրդը, որ թաքնված է Հիսուս Քրիստոսում, խորհուրդը մի առեղծվածային ու չէ։ Դա չէ խորհուրդը։ Խորհուրդը չբացահայտված ճշմարտությունն է, ինչպես է այդ չբացահայտված ճշմարտությունները հայտնի դառնում Սուրբ Հոգու միջոցով։ Եթե նայենք Հիսուսին, Հիսուսն ասեց Պետրոսին ու ասաց. «Պետրոս, դու այնքան երանելի ես, որտեղ մարմինը եւ այրունը չհայտնեցին քեզ սա, այլ իմ Հայրը, որ երկնքում է, նա հայտնեց քեզ»։
Եվ ես ասում եմ քեզ Պետրոս, որ դու վեմ ես, եւ հսկայական վեմի վրա ես կկառուցեմ իմ եկեղեցին։ Եվ այդ հսկայական վեմը Աստծո հայտնված խոսքն է մեզ։ Ահա թե ինչ է մեզ պետք, Աստծո հայտնված խոսքը։ Անդրադառնանք Եվային, նա ընդամենը իր ամուսնու փոխանցած խոսքն ուներ։ Աստված պատվիրեց, որ ազատ կարող են ուտել բոլոր ծառերի պտուղներից, ճիշտ է։ Նախքան Եվայի գալը։ Եվ Եվան հավանաբար նայեց Ադամին ու հարցրեց. Ադամ, Աստված ինչ ասաց, երբ ես այստեղ չէի։ Եվ Ադամը նայեց նրան ու ասաց. տեսնում ես, այս ծառը դրանից չուտես, իսկ մնացած բոլոր ծառերից ազատ կարող ես օգտվել։ Եվ երբ Սատանան եկավ ու փորձեց Եվային, Եվան ասաց. մենք նույնիսկ չենք կարող ձեռք տալ դրան։ Բայց Աստված ձեռք տալու մասին ոչինչ չէր ասել։ Հասկանում եք, նա միայն փոխանցված գիտելիք ուներ։ Մենք հայտնված գիտության կարիքն ունենք, քանի որ դա է բերում վերափոխում, եւ ան պետք է անձնապես գնար Աստծո մոտ։ Ես կոչ եմ անում ձեզ, որ ինչ որ լսեք հետագա 11 դասերի ընթացքում, գնաք դեպի Աստծո խոսքը, փնտրեք, գտնեք եւ թույլ տաք Սուրբ Հոգուն այն ընդարձակել։ Բայց թույլ տվեք մի բան էլ ասել, այստեղ օծություն կա։ Սուրբ Հոգին կարող է բաներ ընդարձակել ձեր սրտերում հետագա 11 դասերի ընթացքում, բայց ես կոչ եմ անում վերադառնալ Աստծո խոսքին եւ թույլ տալ կառուցել դրա վրա։ Հիսուսն ասաց, թե ինչի վրա է կառուցելու իր եկեղեցին, այն չի կառուցվելու տեղեկատվության կամ ներշնչանքի վրա, այն կառուցվելու է վերափոխման վրա։ Ինձ հետ եք։ Նայեք Պետրոսին, երբ մնացած աշակերտները գնացին, Հիսուս նայեց 12-ին ու ասաց. Դուք եք ուզում գնալ։ Պետրոսն ասաց. ես էլ չեմ հասկանում քո խոսքերը, թե պետք է ուտենք քո մարմինը եւ խմենք քո արյունը, բայց դու ես Քրիստոսը։ Եվ նա մնաց, Աստծո հայտնված խոսքն էր, որ ստիպեց նրան մնալ։ Ես ուզում եմ, որ դուք հավատաք, այս 12 դասերին հավատաք եւ ասեք Աստված, ես ուզում եմ, որ քո խոսքը հաստատվի իմ սրտում։ Ուզում եմ քո ձայնը լսել այս մարդու ձայնի մեջ։ Լսում եք ինձ։ Ես ուրախ եմ։ Ես փորձում խոսքով ցույց տալ, իմ առաջադրանքն է բոլորին լուսավորել, որպեսզի գիտենան, սա հայտնության գիտությունն է, թե ինչ է այն խորհրդի տնտեսությունը, որ Հավիտյանս ծածկված էր Աստծո մոտ, որ ամեն բան ստեղծեց Հիսուս Քրիստոսով, որ եկեղեցիներում հավաքված ձեզ նման քրիստոնյաների միջոցով Աստծո այս արտասովոր, բոլորդ ասեք արտասովոր ծրագիրը հայտնի լինի եւ խոսվի նույնիսկ հրեշտակների մեջ։ Ինձ դուր է գալիս սա։ Մենք կարող ենք հրեշտակներին խոսելու թեմա տալ։ Եկեք խոսենք արտասովորի մասին, որն է սահմանումը, սովորականից այն կողմ, բացառիկ, հասարակ չափը գերազանցող, հոմանիշներն են, ուշագրավ, զարմանահրաշ, սքանչելի, աներևակայելի, որոնք են արտասովոր բառի հականիշները, հասարակ, նորմալ, սովորական։ Հիշեք, արտասովորի հականիշը նորմալն է։ Մեր վերջին դասում մենք կհաստատենք, որ Աստված ոչ միայն ցանկանում է, որ մենք արտասովոր կյանք ապրենք, այլև այն հաճեցնում է նրան, բոլորդ ասեք հաճեցնել։ Թույլ տվեք կրկնել խոսքը 2 Կորինթացիս 5:9-10, ջանանք, որ թե մնանք, թե դուրս գանք, հաճելի լինենք նրան։ Բոլորդ ասեք հաճելի։ Ինչու՞։ Որովհետև մենք ամենքս պետք է հայտնի լինենք Քրիստոսի ատյանի առաջ, որ ամեն մեկը ընդունի իր մարմնով ինչ որ գործեց, թե բարի եւ թե չար։ Բոլորդ ասեք բարի, թե չար։ Բոլորդ ասեք չար։ Հասկանում եք, որ Պողոսն այստեղ ասում է, որ հավատացյալների դատաստանի ժամանակ չար բաներ են լինելու, որոնց համար հաշիվ ենք տալու։ Հիշեք, որ անցած դասին խոսեցինք, որ մեր մեղքերը մաքրվել են Հիսուսի արյունով։ Ուստի ո՞րն է չար բանը։ Այս դասին խոսելու ենք դրա մասին։ Ոչ թե միայն չարի մասին, այլ բարու, բայց ուզում եմ հասկանաք, որ դատաստանի ժամանակ որոշ չար բաներ կարող են լինել, որոնց համար պետք է որպես հավատացյալներ հաշիվ տանք եւ կորուստ ունենանք հավիտենապես։ Եթե նայենք առաջին Կորինթացիս 3-րդ գլուխը, կտեսնենք, որ Պողոս առաքյալն ասում է, որ մարդիկ կլինեն, որոնց գործը կրակով իսպար կվառվի, քանի որ նրանք մարմնավոր շարժառիթներով էին գործել երկրի վրա, չնայած նրանք կփրկվեն եւ երկին կգնան Հիսուսի փրկարար գործի շնորհիվ։ Զարմանալի չէ արդյոք։ Ես չեմ ուզում այն մարդկանցից մեկը լինելում գործը պիտի այրվի։ Կարող ես սրան ամեն ասել ամեն։ Ահա թե ինչու ես այստեղ։ Ահա թե ինչու ես լսում այս դասընթացը։ Դու ուզում ես, որ Աստծո խոսքը փոխի քո կյանքը, որ դու փառավորես Հիսուսին։ Այժմ թույլ տվեք հստակեցնել, որ դատաստանն ավելի խորն է նայելու, քան պարզապես մեր գործերն ու մեր խոսքերն են։ Այն քննելու է մեր մտքերը, շարժառիթները, մեր սրտի մտադրությունները։ Օ, խիստ է։ Առաջին Կորինթացիս 4:5-ում Պողոսն ասում է, սա նոր կենդանի թարգմանությունն է, նա ասում է, երբ Տերը գա, խավարի ծածուկ բաները լույսի կբերի եւ սրտի շարժառիթները կհայտնի։ Հասկանում եք սա։ Խիստ է, այնպես չէ։ Պողոսն այստեղ խոսում է հավատացյալների հետ, ոչ թե անհավատների, որտեղ պետք է նախ եւ առաջ հաճեցնենք Աստծուն։ Մեր սրտի խորքում, որտեղից էլ սկսվում է արտասովոր կյանքը,
Թույլ տվեք նախորդ խոսքը կարդալ ընդլայնվածից։ 2 Կորինթացիս 5:9-10 ընդլայնվածից, ուշադիր լսեք սա։ Մենք պարբերաբար ցանկանում ենք եւ ջանասիրաբար ձգտում հաճելի լինել նրան, որովհետեւ մենք բոլորս պետք է հայտնվենք եւ բացահայտվենք ինչպես որ կանք։ Կրկնեք սա ինձ հետ, բացահայտվենք։ Միասին ասենք, բացահայտվենք, ինչպես որ կանք, նորից ասեք, բացահայտվենք, ինչպես որ կանք, նորից ասենք, բացահայտվենք, ինչպես որ կանք։ Հասկանալի է։ Շատ լավ։ Մենք կբացահայտվենք Քրիստոսի ատյանի առջև, որ յուրաքանչյուրը ստանա իր վարձքը իր գործի համեմատ։ Այնինչ գործել է մարմնում թե բարի, թե չար, հաշվի առնելով նրա նպատակը եւ շարժառիթը եւ նրա ձեռքբերումը, ինչով է նա զբաղված եղել, ինչին է տրվել եւ ինչին է ուշադրություն դարձրել դա կատարելու համար, նկատեք հետեւյալ խոսքը, բացահայտվենք ինչպես որ կանք։ Դա խենթացնող է։ Թույլ տվեք ասել, որ յուրաքանչյուր մարդ ունի 3 նկարագիր, բոլորդ ասեք 3 նկարագիր, որոնք են մեր 3 նկարագրերը՝ շինծու նկարագիրը, մեր երևացող նկարագիրը եւ իրական նկարագիրը։ Որն է մեր շինծու նկարագիրը։ Շինծու նկարագիրն այն է, ինչպես որ ուզում ենք, որ ուրիշները տեսնեն մեզ։ Մեր երևացող նկարագիրն այն է, թե ինչպես են ուրիշները իրականում տեսնում մեզ։ Մեր իրական նկարագիրն այն է, թե ինչպիսին ենք մենք իրականում, ինչպիսին է Աստված մեզ տեսնում, եւ ահա թե ինչը կբացահայտվի դատաստանի օրը, նայենք Հիսուսին լավ։ Նրա երևացող նկարագիրն այնքան էլ բարեհաճ չէր մարդկանց շրջանում։ Նրանք կարծում էին, որ նա դիվահար է, հերետիկոս։ Նրան կոչում էին գինեմոլ եւ մեղավորների հետ սեղան նստող, ժամանակակից խոսքերով ասած, դու ուղղակի խնջույքների սիրահար ես, ահա թե ով ես դու արբեցող ես, ահա թե ով ես դու։ Նրան այդպես էին կոչում, դա նրանց երևացող նկարագիրն էր Հիսուսի մասին։ Բայց նրա էության նկարագիրը բոլորովին այլ էր։ Աստվածաշունչն ասում էր, որ նա հոր փառքի լույսն է։ Սա Եբրայեցիս 1:3-ն է, նրա երևացող նկարագիրը բարեհաճ չէր շատերի համար։ Շատերը, ովքեր համբավ ու ազդեցություն ունեն, կենտրոնանում էին Հիսուսի երևացող նկարագրի վրա։ Այնինչ Աստված տեսնում էր միայն նրա էության նկարագիրը։ Ահա թե ինչու է Աստված ասում Հիսուսի ծառայության ամենասկզբում, Հովհաննեսի մկրտությունից հետո, ահա իմ սիրելի որդին, որի վրա է իմ ողջ հաճությունը։ Բոլորդ ասեք ողջ հաճությունը։ Գիտեք հետաքրքիրը որն է, որ Հիսուս ոչ մի ակտիվ ծառայություն չէր արել դեռ, երբ Հայր Աստված ասաց այս խոսքերը, եւ ինչ է դա նշանակում։ Աստծո հաճությունը կախված չէր Հիսուսի ծառայության գործերից։ Ինչու պիտի Աստված ասեր, որ իր հաճությունը Հիսուսի վրա է, նախքան Հիսուսի որևէ ծառայություն կամ հրաշքանելը, քանի որ Հիսուս հավատարիմ էր իր իրական նկարագրին։ Նա այնպիսին էր, ինչպիսին Աստված դարձրել էր նրան։ Կարող եք պատկերացնել Հիսուսի մանկությունը։ Ես էլ եմ շատ շփոթված, ես դեռ կաթոլիկ եմ, երբ իմացա, որ Մարիամն ալ երեխաներ է ունեցել Հիսուսից հետո, բայց դա չի երգում, որ Հիսուս կույսից է ծնվել։ Հավատացեք, նա կույս էր, երբ հղիացավ Հիսուսով, նա հղիացել էր Սուրբ Հոգուց, դա չի երգում Հիսուս Քրիստոսի փառավոր ծնունդը։ Բայց նա ուներ քույրեր եւ եղբայրներ։ Կարող ես պատկերացնել, որ քո մայրը հրեշտակային այցելություն ունենա քո եղբոր համար։ Քո հայրը երազում հրեշտակներ տեսնի, որոնք կխոսեն քո եղբոր մասին։ Այո։ Կարող եք պատկերացնել, ինչպես էին վարվում նրա դպրոցական ընկերները, նրա եղբայր քույրերի պատմածներից հետո։ Դու կարող ես ասել, դե լավ, Ջոն, նրանք չէին ծաղրում Հիսուսին։ Տեսեք, թե ինչպես էին նրանք վերաբերվում Հիսուսին, երբ արդեն հասուն մարդիկ էին։ Լսեք, թե ինչ էին ասում Հիսուսի եղբայրները։ Հիշեք, որ Հիսուսը հասուն մարդ էր։ Հովանու 7:3-4 նոր կենդանի թարգմանությունից նրա եղբայրները նայում են նրան եւ ասում, գնա այնտեղ, որտեղ քո հետևորդները կարող են տեսնել քո հրաշքները։ Ծաղրում էին նրանք։ Դու չես կարող հայտնի դառնալ, եթե թաքնվես այսպես։ Եթե կարող ես այսպիսի հրաշքներ անել, գնա եւ ցույց տուր աշխարհին։ Կարող եք պատկերացնել, եթե հասուն տարիքում այսպես էին վերաբերվում նրանք, կարող եք պատկերացնել ինչպես կվարվեին մանուկ հասակում, բայց ինչպես էր վարվում նա հավատարիմ էր մնում հորը։ Ինչ էր նա անում, նա հավատարիմ էր հոր գործին, նա հնազանդ էր իր ծնողներին, ապրում էր իր իրական նկարագրի համաձայն։ Եթե դու ապրում ես քո իրական նկարագրի համաձայն, Աստծո հաճությունը քեզ վրա է, բայց գիտեք որն է խնդիրը, որ շատ քրիստոնյաներ ավելի շատ ուշադրություն են դարձնում իրենց շինծու նկարագրին, քանի որ ուզում են լավ ընդունելություն գտնել։ Մենք անհանգստանում ենք մեր դիրքի ձեռքբերումների, տիտղոսների եւ համբավի համար։ Ինչ կմտածեն մարդիկ իմ մասին։ Եթե այսպես ենք վարվում, մենք հեռանում ենք այն նկարագրից, որ պետք է լինեինք Հիսուս Քրիստոսում։ Հետևում եք ինձ։ Ես լավ եմ քարոզում եւ ձեզնից ոմանք պետք է ամեն ասեին, բայց դուք ուղղակի կլանված լսում եք, ճիշտ է։
Կորինթացիս 5:11-ն ասում է. Զարմանալի է, հիշեք 10-րդ խոսքը ասում է, որ բոլորս կանգնելու են Քրիստոսի ատյանի առջև, ճիշտ է։ Հիշեք դատաստանի օրը երևալու է ոչ թե մեր շինծու, ոչ թե երևացող, այլ իրական նկարագիրը։ Մենք հայտնի կլինենք ինչպես որ կանք։ Կարող ես սրան ամեն ասել։ Գիտեք Պողոսն ինչ է ասում դրանից անմիջապես հետո հաջորդ խոսքում, խոսք 11-ում, որովհետև գիտենք Աստծո ահավոր վախը, դրա համար էլ ջանասիրաբար աշխատում ենք։ Պողոսը Քրիստոսի ատյանը նույնացնում է Տիրոջ վախի հետ։ Ինչու է այդպես անում, որովհետև Տիրոջ վախը մեզ կպահի մեր իրական նկարագրի մեջ։ Նորից կասեմ սա, Տիրոջ վախը մեզ կպահի մեր իրական նկարագրի մեջ։ Հակառակը ևս ճիշտ է։ Ինչքան հեռանում ենք Տիրոջ վախից, այնքան հարում ենք մեր շինծու նկարագրին։ Դուք գնալով լռում եք, բոլորս ուրախ ենք քիչ առաջ, բայց հիմա լռում եք, հիմա ավելի ենք խորանալու։ Դուք պետք է հիշեք, որ կա բարի և չար, և դատաստանի օրը մենք հաշիվ ենք տալու երկուսի համար էլ։ Տիրոջ ահավոր վախը հեռու կպահի մեզ չարից, ասեք ամեն։ Թույլ տվեք մի բան ասել։ Պողոս առաքյալը մի մարդ էր, ով վախենում էր Աստծուց և դրան չէր հուզում, թե ինչ կասեին մարդիկ, նա ուզում էր հաճելի լինել Հիսուսին։ Գաղատացիս 1:10-ում ասում է. Ինձ դուր է գալիս այս խոսքը։ Այն իմ ամենասիրած խոսքերից մեկն է ծառայության վերաբերյալ։ Տեսակ, ես սիրած խոսքեր շատ ունեմ Աստվածաշնչում, ավելի ճիշտ ողջ Աստվածաշունչը իմ ամենասիրած խոսքերն են։ Ինչևէ, լսեք, թե ինչ է նա ասում Գաղատացիս 1:10-ում։ Որովհետև հիմա մարդկանց եմ հաճեցնում։ Իհարկե ոչ։ Այնինչ ուզում եմ Աստծո հաճությունն է, ահա որն է Տիրոջ վախը։ Կամ ուզում եմ մարդկանց հաճո լինել, եթե տակավին այդպես անեի Քրիստոսից առաջ էի լինի։ Գիտեք, Աստված խոսեց ինձ հետ մի օր ասելով. Ջոն, այն պահից երբ սկսես փնտրել մարդկանց կամքը, կկորցնես քո կոչումը։ Նա ասաց այլևս Քրիստոսից առաջ ես լինի, այլ մարդկանց ծառա։ Ինչ ճիշտ հասկացեք, որպես Քրիստոսի ծառա ես ծառայում եմ մարդկանց, բայց ես խոսում եմ մարդկանց կարծիքների գերի լինելու մասին։ Հետևում եք։ Պողոսը վախենում էր Աստծուց և նա գրեց այս մասին իր թղթում։ Ես համոզված եմ, որ դրա պատճառը Պետրոսի, Բարնաբասի և այլ աշակերտների հետ հանդիպումն էր, որի մասին նա գրում էր 2-րդ գլխում։ Լսեք, թե Պողոսն ինչ էր գրում Գաղատացիս 2-րդ գլխում Աստվածաշնչի պատգամ թարգմանությունից։ Նա ասաց, երբ Պետրոսը եկավ Անտիոք, ես նրան հակառակ կեցա, որովհետև մեղադրելի էր։ Քանի որ մի քանի մարդիկ դեռ չեկած Հակոբի կողմից, նա անխտիր ուտում էր հեթանոսների հետ։ Բայց երբ այդ պահպանողական խումբը եկավ Երուսաղեմից, հետ էր քաշվում և առանձնացնում իրեն իր ոչ հրեա ընկերներից, վախենալով նրանցից, որ թլպատությունից էին, և նրա հետ ուրիշ հրեաներ էլ կեղծավորություն արեցին, բոլորդ ասեք կեղծավորություն։ Մինչև իսկ Բարնաբասն էլ ծռվեց նրանց կեղծավորությամբ։ Բայց երբ որ տեսա, որ ավետարանի ճշմարտության համեմատ ուղիղ չեն գնում, ամենքի առջև ասացի Պետրոսին. եթե դու հրեա լինելովդ հեթանոսի պես ես վարվում, երբ քեզ չեն տեսնում և ոչ թե հրեայի պես, էլ ինչու ես բռնադատում հեթանոսներին, որ հրեայի պես վարվեն։ Խիստ է ասված, հասկանում եք, որ սա գրվել է Աստվածաշնչում, որ բոլորը կարդան։ Պետրոսն ավելի շատ կենտրոնացել էր իր շինծու նկարագրի վրա, քանի որ նա խորապես փափագում էր հավանության արժանանալ լավ, նա ցանկանում էր հաճելի երևացող նկարագիր ունենալ նրանց մոտ, ումից հավանություն էր ակնկալում։ Դուք հետևում եք։ Այս պատճառով Առակաց գիրքն ասում է, սա Առակաց 29:25-ն է, վտանգավոր է, բոլորդ ասեք վտանգավոր է, ապրել մարդկանց կարծիքներով։ Առաջնորդների բացակայության ժամանակ նկատի ունեմ Երուսաղեմի առաջնորդներին, Պետրոսն ապրում էր ըստ իր իրական նկարագրի, դա էր նրանց զորություն տալիս Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ներկայացուցիչը լինելու, երբ նրանք ժամանեցին նա փոխվեց դեպի իր շինծու նկարագիրը։ Դրանով նա հաճեցնում էր Երուսաղեմի առաջնորդներին, բայց ոչ Աստծուն, Պետրոսը և այլ սրբերը երկնքում են, սա սխալ շարժառիթի և վարվելակերպի մի տեսակ է, որը քննվելու է դատաստանի օրը։ Հասկանում եք։ Եթե մենք ապրենք Հիսուսին հաճեցնելու նպատակով, մենք չենք սայթաքի և ղեկավարվի այլոց շինծու նկարագրով։
Ուշադիր լսեք, թե ինչ ասում Եբրայեցիս 4-րդ գլուխը, սա հրաշալի է։ Ուշադիր լսեք այս խոսքերը, որտեղ Աստծո խոսքը կենդանի է եւ զորեղ։ Լսեք, ամեն երկսայրի սրից կտրուկ, որ թափանցում է, ասեք թափանցում է, մինչև ծածուկ մտքերը եւ խորհուրդները, այն ցույց է տալիս, թե իրականում ինչպիսին ենք մենք։ Հասկանում եք սա։ Ոչ թե մեր շինծու նկարագիրը, ոչ թե մարդկանց կարծիքը մեր մասին, այլ Աստծո խոսքը հայտնի է անում մեր իրական նկարագիրը, եւ չկա մի արարած աներևույթ նրա երեսից, բայց ամենն էլ մերկուբաց են նրա աչքի առջև, որին պիտի տանք մեր ամեն արածի հաշիվը։ Սա գրվել է հավատացյալների համար։ Ցույց է տալիս մեր իրական նկարագիրը, ոչ թե մեր ստեղծած շինծու բնութագիրը։ Եզեկիելի գրքում մի հրաշալի խոսք կա։ Աստված ասում է Եզեկիելի 8:12-ում. Նա ասաց մարդու որդի, տեսնում ես ինչ են անում Իսրայելի ծերերը ծածուկում, նրանք ասում են իրենց, թե Տերը մեզ չի տեսնում։ Թույլ տվեք մի բան ասել, նրանք հոգևոր ազգի առաջնորդներն են։ Հոգևոր ազգի առաջնորդները երբեք գիտակցաբար չեն ասի Աստված չի տեսնում իմ արածը։ Քանի որ գիտեն, որ Աստված է, որտեղից է այդ միտքը, դա նրանց խորը ենթագիտակցության մեջ է, նրանց սրտում։ Եվ դու սկսում ես ապրել մի կյանք ասելով, այսինքն ինչ ես անում, դու նվազեցնում ես Աստծո փառքը, եթե դու վախենում ես Աստծուց հավատա ինձ, դու բարձրացնում ես նրան։ Դու նրան ցածրացնում ես մարդու աստիճանի, որովհետև քանիսդ գիտեք, որ մենք կարող ենք թաքցնել մարդկանցից։ Կարող ենք մեր շարժառիթները թաքցնել մարդկանցից, ահա թե ինչ է անում Տիրոջ վախի պակասը։ Եթե Տիրոջ վախը բարձրացնում է նրան, Տիրոջ վախի պակասը ցածրացնում է նրան մինչև մարդու կերպարանքի։ Հռոմեացիս 1-գլուխ, ահա թե ինչ արեց նաև Ահարոնը։ Ահարոնը սարքեց այդ հորթը, որին Բահախ կամ եգիպտական որևէ աստծո անունով չկոչեց, այլ դրան Եհովա կոչեց։ Նա նրան ցածրացրեց մի մակարդակի, որին այդ հասարակությունը սովոր էր։ Նա 80 տարի ապրեց, 83 տարի ապրեց Եգիպտոսում։ Նրանք ամեն տեսակ աստծո էին պաշտել տարբեր կերպարանքներով, ուստի նա պատրաստեց Եհովայի պատկերը, որպեսզի նրանք անեին իրենց սրտի ուզածը, ոչ թե հաշիվ տային։ Իսրայելի այս առաջնորդները ցածրացրել են Աստծո փառքը, կարծելով, որ կարող են որևէ բան թաքցնել Աստծուց։ Երբ դու վախենում ես Աստծուց, համոզված ես, որ ամեն բան բաց ու հայտնի է նրա առջև, ում պիտի հաշիվ տանք։ Ես լավ եմ քարոզում եւ ոմանք էլ ասում եք ամեն։ Վաու։ Ինչ է Տիրոջ վախը։ Նախ եւ առաջ թույլ տվեք ասել, որ այն Աստծուց սարսափել չի նշանակում։ Ինչպես կարող ենք մեկի հետ մտերմիկ հարաբերություն ունենալ, եթե սարսափում ենք նրանից։ Դուք չեք կարող այդպես անել եւ հավատացեք, որ Աստված փափագում է մտերիմ հարաբերություն ունենալ մեզ հետ։ Ուստի ինչ է Տիրոջ վախը։ Կարծում եմ Տիրոջ վախը լավագույնս կարող է նմանեցվել նրան, երբ Մովսեսը Իսրայելի ժողովրդին հանում էր Եգիպտոսի երկրից։ Երբ դուրս են գալիս Եգիպտոսից, ուր է առաջնորդում Մովսեսը նրանց։ Նա տանում է նրանց Սինալեռ, ճիշտ է։ Ինչու է Մովսեսը նրանց առաջնորդում Սինալեռ, որտեղ հենց այդտեղ էր, որ Մովսեսը հանդիպեց Տիրոջ վառվող մորենու մեջ։ Նա ուզում էր, որ ժողովուրդն էլ հանդիպի Աստծուն։ Ամենազարմանալի բաներից մեկը, որ բացահայտել է Մովսեսի ու Իսրայելի որդիների մասին, հետևյալն է. իսրայելացիները շահագործվել են եգիպտացիների կողմից։ Նրանք վերքեր ունեին իրենց մեջքին, վատ էին սնվել, ապրել էին վրաններում, նրանց զավակները սպանվել էին եգիպտացիների կողմից։ Այնինչ դուրս գալուց հետո նրանք հաճախ ասում էին. ուզում ենք հետ գնալ, մեզ համար այնտեղ ավելի լավ էր։ Մովսեսն էլ դուրս եկավ Եգիպտոսից, բայց նա լավագույն պայմաններում էր ապրել։ Նրա պապը Եգիպտոսի ամենահարուստ մարդն էր, սնվել է լավագույնս, հագնվել է լավագույնս, կրթվել է լավագույնս։ Նա ունեցել է ամեն բան, որ մարդը կարող է երբևէ երազել, բայց դուրս գալուց հետո երբեք չի ասում ես ուզում եմ վերադառնալ, քանի որ Մովսեսը մեկ անգամ անհատական հանդիպում էր ունեցել Աստծո հետ վառվող մորենու մեջ։ Իսրայելը հնարավորություն ուներ լեռան վրա, որտեղ երբ Աստված հասկացեք Մովսեսն ուզում էր, որ ժողովուրդը հանդիպի Աստծուն, ինչպես ինքն էր հանդիպել, բայց երբ Աստված իջավ լեռան վրա, գիտեք Իսրայելն ինչն արեց, նրանք սարսափելի վախեցան։ Եվ գիտեք Մովսեսն ինչ ասաց, Ելից 20:20, եթե դուք գոլդ համարեք ուզում, ահա սա է։ Ժողովրդի փախչելուց հետո Մովսեսը նայում է նրանց եւ ասում՝ մի վախեցեք, ասացեք մի վախեցեք։ Նա ասաց, որովհետեւ Աստված ձեզ փորձելու եկավ։ Ինչպես պիտի փորձեր, որ նրա վախը լինի ձեր մեջ, որ մեղք չգործեք։ Սպասեք, սա հակասության նման է հնչում։ Մովսեսն ասում է՝ մի վախեցեք, բոլորդ ասեք մի վախեցեք, որտեղ Աստված ձեզ փորձելու եկավ, որ տեսնի արդյոք նրա վախը կա ձեր մեջ։ Ինչ էր ուզում ասել Մովսեսը։ Նա տարբերակում էր Աստծուց սարսափելը եւ Տիրոջից երկյուղելը։ Տարբերություն կա։ Մարդը, ով սարսափում է Աստծուց, թաքցնելու բան ունի։
Ինչ արեց Ադամը, երբ մեղանչեց, նա թաքնվեց Տիրոջ ներկայությունից։ Այդպես վարվեցին նաև Եզեկիելի գրքում հիշատակված առաջնորդները, ինձ հետ եք, բայց այն մարդը, ով երկյուղում է Աստծուց, թաքցնելու ոչինչ չունի, նրանք վախենում են Աստծուց հեռու լինել։ Եթե միասին նայենք Դավիթ թագավորին, բոլորդ ասեք Դավիթ թագավոր։ Դավիթ թագավորը երկյուղում էր Աստծուց, կարող ես ամեն ասել։ Լսեք, թե Դավիթն ինչ ասում Սաղմոս 139:23-24-ում. Փորձիր ինձ, ով Աստված, եւ ճանաչիր իմ սիրտը, քննիր ինձ ու ճանաչիր իմ մտածմունքները, եւ տես, միգուցե չար ճանապարհում լինեմ, սա է Աստծուց երկյուղող տղամարդը, սա է Աստծուց երկյուղող կինը, ինձ հետ եք։ Ուստի ինչ է Տիրոջ երկյուղը։ Ես չեմ կարող սահմանել այն մի քանի րոպեում, ուստի պետք է բացատրեմ այն։ Աստծո վախը ներառում է հարգանքը, բայց ավելին է, քան դա։ Ասեք հարգել Աստծուն նշանակում է տալ նրան այնպիսի փառաբանություն, պատիվ, ակնածանք, պատկառանք, մեծարանք, շնորհակալություն, որին նա արժանի է։ Նա այս դիրքում է լինում մեր սրտում, երբ մեծարում ենք նրան, եւ նրա ցանկությունները ավելին են, քան մերը։ Մենք կատենք այն, ինչ նա ատում է, եւ կսիրենք այն, ինչ սիրում է։ Հասկանում եք, մենք բառացիորեն վերցնում ենք նրա սիրտը։ Մենք ջանասիրաբար ձգտում ենք ճշմարտությանը։ Աստծո վախը դրսևորվում է անպայմանական հնազանդությամբ, անկախ նրանից հասկանում ենք, թե ոչ։ Ոմանք ասեն, Ջոն, սա 5 կտակարանի աստվածաբանությունը հիշեցնում։ Ոչ, դուք երբևէ նկատել եք Պողոսն ինչ ասում Փիլիպպեցիների ուղերձում, ասելով ահով ու դողով ձեր անձերի փրկությունը գործեցեք, նա չի ասում սիրով ու քաղցրությամբ, այլ ինչ է ասում, նա ասում է ուշադրություն դարձրեք նրան, թե ով եք իրականում, գործեցեք ձեր փրկությունը, ջանացեք լինել այն, ինչի համար Աստված իրականում ստեղծել է ձեզ, ահով ու դողով ձեր անձերի փրկությունը գործեցեք ոչ թե սիրով ու քաղցրությամբ։ Եթե նայեք 2 Կորինթացիս 7-րդ գլուխ առաջին խոսքը, Պողոս առաքյալն ասում է, մեր անձերը սրբենք հոգու ու մարմնի ամեն պղծությունից, սրբությունը պահենք Աստծո վախով, Աստծո վախը պահում է սրբությունը, քանի որ իրական սրբությունը սկսվում է ներսից, սրտից, ոչ թե դրսից։ Լեգալիզմը, որին քիչ ավելի ուշ կանդրադառնանք, սրբությունը նույնացրեց մեր հագնվելու հետ։ Մի քանի տարի հետ գնանք, մազերը չկտրել, շպարջ օգտագործել, զարդեր չկրել, սա սրբություն չէ, սրբությունը ներսից է սկսվում։ Այն ներսի վերափոխումն է, որը դրսևորվում է արտաքնապես, որպեսզի մարդիկ տեսնեն, որ մենք ապրում ենք մեր իրական նկարագրի համապատասխան, ոչ թե շինծու նկարագրի։ Կարծում եմ, ձեզ ուրախացնում է սա։ Այժմ, ես շատ բան ունեմ հասցնելու։ Կրկնենք շինծու նկարագրով ապրելու վտանգն այն է, որ մենք կխաբվենք։ Ասեք կխաբվենք։ Խաբեությունն ընդամենը մեկ վտանգ ունի, դա խաբված լինելն է։ Մարդը, որ խաբված է, կարծում է ամեն բան կարգին է իր հետ, այնինչ նա խաբված է։ Սարսափելի է, գիտեք, Հիսուս Մատթեոսի ավետարանում 4 անգամ ասում է զգույշ եղեք, որ չխաբվեք, երբ խոսում է վերջին օրերի, այսինքն մեր օրերի մասին, այլ կերպ ասած խաբեությունը շատ տարածված պիտի լինի։ Ինձ հետ եք։ Լսեք, թե Հակոբոսն ինչ է ասում, Հակոբոս 1:22-25։ Խոսքը միայն լսողներ մի եղեք, ինքներդ ձեզ խաբելով, այլ կատարեցեք այն։ Եթե խոսքը լսեք ու չկատարեք, նմանվում եք այն մարդկանց, ովքեր նայում են հայելու մեջ եւ տեսնում իրենց ինչպես որ կան։ Նրանք տեսնում են իրենց հեռանում եւ միանգամից մոռանում, թե ինչպիսին էին։ Բայց նա, ով ազատության կատարյալ օրենքի մեջ աչքերը բացած նայի, ուշադրություն դարձնի, լսի ու չմոռանա, այլ կատարի, Աստված կօրհնի ամեն ինչում։ Բոլորդ ասեք նայել հայելու մեջ։ Հենց նայում ենք հայելու մեջ, տեսնում ենք մեզ, բայց երբ հեռանում ենք, մոռանում ենք, թե ովքեր ենք մենք։ Թույլ տվեք մի օրինակ բերել։ Ես եւ իմ ընտանիքը ամեն տարի գնում ենք Հավայան կղզիներ ավելի քան 15 տարի շարունակ։ Ինչու՞։ Որովհետեւ մենք շատ ենք ճամփորդում։ Ինքնաթիռն անվճար է, հյուրանոցը շատ հարմար գներ է առաջարկում, սնունդը շատ էժան է, ուստի մեզ համար ծախսը բավական քիչ է լինում։ Ես սիրում եմ Հավայան կղզիներ գնալ, ինչու որովհետեւ ես արթնանում եմ առավոտյան ժամը 4-ին, քանի որ ես ժամանակի փոփոխություն եմ ունենում։ Ես սիրում եմ դուրս գալ, լողապ զբոսնել ու հաղորդակցվել Սուրբ Հոգու հետ։ Մի առավոտ, երբ լողափում էի, հանդիպեցի մարդու։ Ես իսկապես փորձեցի խուսափել նրանից, բայց նա կանչեց ինձ։ Նա ասաց, դե ինչ, նորություն կա։ Ասացի, ամեն ինչ նորմալ է։ Ասաց, արդյոք այս կղզին հրաշալի չէ։ Նա ասաց, խնջույքները, աղջիկները, ես հրաշալի ժամանակ եմ անցկացնում այստեղ։ Հետո էլ ասաց, որ իր կինը եւ երկու աղջիկները կարծեմ երկուսն են հյուրանոցի համարում էին։ Նա հայհոյում էր ամեն մի բառից հետո եւ պատմում խնջույքների մասին։ Մտածեցի, դե միևնույն է, ազատ ժամանակս կորավ, գոնե վկայեմ այս տղային։ Աղոթեցի ասելով, Աստված օգներ ինձ սկսել։
Հանկարծակի նա նայեց ինձ ու հարցեց. «Իսկ դու ինչ ես անում այստեղ»։ Քանի որ սկզբում ասել էր, որ Նյու Յորքից է եկել, այս ու այն բաներն է արել, հետո հարցրեց. «Իսկ դու ինչ ես անում այստեղ»։ Ասացի. «Ես Աստծո համար եմ գործում, ես ավետարանի ծառայող եմ»։ Նա ասաց. «Լուրջ ես ասում»։ Ես շատ ուրախ եմ, ես վրստին ծնված քրիստոնյա եմ, Նյու Յորքից եմ։ Գիտես իմ եկեղեցին, եւ նա սկսեց պատմել իր հովի մասին, հետո ասաց. «Ես ավետարանչական ծառայության մեջ եմ ընդգրկված» եւ պատմեց իրենց ավետարանչության մասին։ Ես ցնցված էի։ Ես խոսք չունեի։ Մտածում էի, բա աղջիկները, խնջույքները, կինը, որը սենյակում է, հայհոյանքներն ամեն նախադասության մեջ, գիտեք որն է ամենազարմանալին, նա այլևս չէր հայհոյում։ Ինչ էր տեղի ունենում, նա նայում էր հայելու մեջ։ Ես էի հայելին։ Ինձ հետ եք։ Բայց երբ հեռանում է հայելուց, ենթագիտակցաբար ես քրիստոնյա եմ գործում է այնպես, որ ինքն է ուզում։ Եթե շատ անկեղծ լինեմ, կասեմ, որ կասկածում եմ նույնիսկ նրա փրկության վրա։ Հիսուսն ասաց, որ պտուղներից ճանաչենք։ Հիմա եկեք խոսենք եկեղեցու մասին։ Ինչպիսին է եկեղեցու մարդկանց իրավիճակը։ Գալիս են եկեղեցի, ժպտում են, իրենց կնոջն այնքան լավ են վերաբերվում, կանայք էլ այնքան զիջող ու հնազանդ են երևում։ Իսկ տանը ռմբակոծում են իրար։ Վիճում են, կռվում են, վիրավորում են իրար։ Բայց երբ նայում են հայելու մեջ, ահա հովիվ Մարկն է քարոզում, ահա մենք սրբացանք։ Եվ այնքան բարի, խոնար եւ խաղաղ են երևում, ասես երբեք էլ չեն վիճում։ Ինչ է տեղի ունենում, նրանք խաբված են։ Գիտեք ինչն է ինձ տպավորում, երբ հանդիպում եմ մեկին, ով տանը ճիշտ այնպիսին է, ինչպիսին ամբիոնի մոտ եւ եկեղեցում։ Ես կրակոտ տղա եմ, Լիզան էլ կրակոտ կին է, մենք կրակոտ ենք, անկեղծ ասած երբեմն էլ մենք ձայներս բարձրացնում ենք տանը։ Բայց դա երբեք մի քանի րոպեից ավել չի տևում։ Մենք երկուսս էլ խանդավառ ենք, երկուսս էլ կրակոտ ենք, մենք չենք հարձակվում իրար վրա, պարզապես հաստատակամ ենք մեր հավատալիքների մեջ։ Եվ եկեղեցում էլ ես նույնն եմ։ Դուք անակնկալի չեք գա, երբ գաք մեր տուն։ Գիտեք թե ինչու։ Ես վախենում եմ Աստծուց։ Որովհետև երբ վախենում ես Աստծուց, հայելիները շարունակ քո առջև են։ Ինձ հետ եք։ Մարդ երազում է, որ ոչ ոք չտեսնի իրեն, երբ նա գործում է ահաբեկչի պես։ Գնալով լրջանում է։ Եթե մենք ընտրենք կենտրոնանալ մեր շինծու նկարագրի վրա, մենք կկորցնենք Հիսուս Քրիստոսի կերպարանքն ունենալու հնարավորությունը։ Դա ընտրություն է, ժողովուրդ։ Դուք պետք է ընտրեք վախենալ Աստծուց ձեր սրտում։ Սաղմոս 111:10 ասում է. «Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է»։ Դու երբեք չես գտնի իմաստություն, եթե Տիրոջ վախը չունենաս։ Աստված երբեք չի հայտնի իրեն, եթե Տիրոջ վախը չլինի մեզնում, քանի որ նա իրեն հայտնում է իրենից վախեցողներին։ Ինձ հետ եք։ Հակոբոսը մի հայտարարություն անում, նա ասում է. «Ով է ձեզանում իմաստուն ու խելացի»։ Հակոբոսը հաստատ նկատի ուներ, թե ով է ձեզանում վախենում Տիրոջից, քանի որ առանց Տիրոջ վախի իմաստություն չկա, ասում է. «Թող իր բարի վարքով ցույց տա իր գործերը իմաստության հեզությունով»։ Բայց եթե դառն նախանձ եւ հակառակություն ունեք ձեր սրտերում, մի պարծեցեք եւ սուտ մի ասեք ճշմարտության դեմ, այս իմաստությունը վերևից իջած չէ, Տիրոջ վախը, այլ երկրավոր շնչավոր դիվական։ Լավ, Տիրոջ վախը պաշտպանում է մեզ այս որոգայթից։ Թույլ տվեք մի բան ասել։ Երկար տարիներ ես աղաղակել եմ Տիրոջը. «Տեր, ես ուզում եմ մկրտվել Սուրբ Հոգուց Տիրոջ վախով։ Ես ոչ միայն ուզում եմ մկրտվել քո սիրով, այլ քո վախով»։ Սա առողջ կողմն է։ Մետաղադրամը երկու կողմ ունի։ Նա մեր Աբբահայրն է, բայց նա նաև մաշող կրակ է։ Նա հայր է, միևնույն ժամանակ արդար դատավոր։ Մենք պետք է ճանաչենք նրան որպես հայր, ով սիրում է մեզ առանց պայմանի, ինչպես նաև որպես նվաճող եւ պատերազմող թագավոր, ով վերադառնալու է որպես տիեզերքի թագավոր։ Մի բան ստացաք այս դասին։ Ամեն։ Մի ապրեք ձեր շինծու նկարագրով, այլ ձեր իրական նկարագրով Տիրոջ վախով։ Աստված օրհնի ձեզ մինչ հաջորդ դասը։ Դու ունես այն, ինչ քեզ պետք է ապրելու Աստծուն հաճելի կյանք։ Երրորդ դաս. Քեզ մոտ կստացվի։ Իմացիր, թե ինչ պարգևներ կան, որ զորություն են տալիս քեզ ապրելու արտասովոր կյանք։ Հալելույա։ Շնորհակալ ենք, Հայր։ Անչափ շնորհակալ ենք Հիսուսի անունով։ Վաու, դուք շատ ուրախ եք այսօր։ Վաու։ Իսկապես հրաշալի եք։
Փառք Աստծուն, կարող եք նստել։ Մենք սկսում ենք արտասովոր դասընթացի 3-րդ դասը։ Արտասովոր, ահա թե ինչպես պետք է ապրես։ Դուք որևէ բան ստանում եք այս դասերից, ասեմ ձեզ, ես ինքս օրհնվում եմ։ Սուրբ Հոգին հրաշալի է, այնպես չէ՞։ Նախ համառոտ անդրադառնանք նախորդ դասին։ Մենք խոսեցինք հիմնարար փոփոխության մասին, ասեք հիմնարար փոփոխություն։ Դա մտածելակերպի ամբողջական փոփոխությունն է, կերպարանափոխություն, վերափոխում։ Եվ նորից կարդանք մեր հիմնական սուրբ գրային խոսքը Եփեսացիս 3:9-10-ը։ Իմ առաջադրանքն է բոլորին լուսավորել, որպեսզի գիտենան, բոլորը ասեք լուսավորել, որպեսզի գիտենան, թե ինչ է այն խորհրդի տնտեսությունը, որ հավիտյանը ծածկված էր Աստծո մոտ, որ ամեն բան ստեղծեց Հիսուս Քրիստոսով, որ եկեղեցիներում հավաքված ձեզ նման քրիստոնյաների միջոցով Աստծո այս արտասովոր ծրագիրը հայտնի լինի եւ խոսվի նույնիսկ հրեշտակների մեջ։ Եկեք հրեշտակների խոսելու թեմա տանք, ինչ կասեք, ամեն։ Լավ, եկեք խոսենք արտասովորի մասին։ Տանք սահմանումը, սովորականից այն կողմ, բացառիկ, հասարակ չափը գերազանցող։ Հոմանիշներն են ուշագրավ, զարմանահրաշ, սքանչելի, աներևակայելի, ինձ դուր է գալիս սա։ Հականիշներն են հասարակ, նորմալ, սովորական։ Մտածեք սրա շուրջ։ Արտասովորի հականիշը նորմալն է։ Բնական փափագ կա յուրաքանչյուր անհատի ներսում, եթե այն չեն խեղդում ապրելու արտասովոր կյանք։ Կարող է սրան ամեն ասել։ Մենք իմացանք անցած դասերից, որ Աստված ոչ միայն ծրագրել է եւ ուզում է, որ դու արտասովոր կյանք ապրես, այլև դա հաճեցնում է նրան։ Հարմար տեղ է ասելու ամեն։ Երբ խոսքը գնում է Աստծուն հաճեցնելու մասին, հարց է առաջանում. կարող ենք մենք անել դա, կարող ենք մենք մարդիկս, ովքեր ապրում են անկատար աշխարհում, հաճեցնել կատարյալ Աստծուն։ Երբ երիտասարդների հովիվ էի 80-ականներին, որոշակի բաներ էի տեսնում որոշ երիտասարդների մեջ։ Իմ խմբում որոշ երիտասարդներ կային, ովքեր այնպիսի խիստ ծնողներ ունեին, հատկապես հայրեր, որ անեին, չեն կարող գոհացնել նրանց։ Ես նկատեցի, որ մի օրինակ էր զարգանում, որը հետևյալն էր, որը երիտասարդները փորձում էին, ամեն ջան գործադրում էին, որ արժանանային նրանց հավանությանը եւ գնահատանքին։ Երբ հասկացան, որ դա իրենց ուժերից վեր է, ես ականատես եղա նրան, որ որոշ երիտասարդների կյանքը պարզապես կործանվեց։ Մեզ մոտ հարց է առաջանում. կարող ենք մենք հաճեցնել սուրբ, կատարյալ Հայր Աստծուն։ Հնարավոր է դա արդյոք? Պատասխանը հետևյալն է՝ միանշանակ այո։ Երկրորդ Պետրոս 1:3-ում Աստվածաշնչի պատգամ թարգմանությունից կարդում ենք. ամեն բան, որ պետք է Աստծուն հաճելի կյանք ապրելու համար, հրաշալիորեն տրվել է մեզ։ Լսեցիք արդյոք? Սա ուրախացնում է ինձ, նորից կարդամ. ամեն բան, որ պետք է Աստծուն հաճելի կյանք ապրելու համար, հրաշալիորեն տրվել է մեզ։ Ամրագրեք սա հենց հիմա, որ Աստծուն հաճեցնելու համար դուք ամեն բան ունեք, ամեն, հարմար տեղ է աղաղակելու ամեն։ Այս խոսքը կարդանք ժամանակակից անգլերեն տարբերակից։ Պետրոսն ասում է, մեզ անհրաժեշտ ամեն ինչ ունենք Աստծուն հաճելի կյանք ապրելու համար։ Հիմա ուշադիր լսեք, այդ ամենը մեզ տրվել է Աստծո իսկ զորությամբ։ Լսեցիք սա? Վերջին մասը նորից կկարդամ. այն ամենը, ինչ պետք է մեզ։ Այդ ամենը մեզ տրվել է Աստծո իսկ զորությամբ։ Բոլորդ ասեք զորությամբ։ Բարի, իսկ ինչ զորության մասին է Պետրոսը խոսում այստեղ։ Պատասխանը ոչ այլ ինչ է, քան նրա զարմանահրաշ շնորհը։ Բոլորդ ասեք շնորհ։ Լավ, շնորհքի մասին բազմիցս խոսվել է մեր եկեղեցիներում վերջին մի քանի տարիների ընթացքում, ճիշտ է, այն նոր կտակարանի ամենակարևոր ճշմարտություններից մեկն է, եթե ոչ ամենակարևորը, քանի որ այն մեր փրկության եւ մեր քրիստոնեական կյանքի հիմքն է։ Ինչ վերաբերում է փրկությանը, ապա դրա մասին շատ ուսուցանվել է եւ լավ հասկացված թեմա է։ Մենք փրկված ենք շնորհքով։ Բոլորդ ասեք փրկված եմ շնորհքով։ Աստծո շնորհքը, որ փրկում է մեզ, պարգև է, այն չենք կարող ոչ ժառանգել, ոչ վաստակել։ Ավելի ուժեղ չեմ կարող ասել։ Այն Աստծո պարգևն է։ Դու չես կարող գնել քո փրկությունը։ Ամեն։ Եփեսացիս 2:8-9-ում կարդում ենք ընլայվածից. քանի որ ձրի շնորհքով, Աստծո անվաստակելի շնորհքով դուք փրկված եք, ազատված դատաստանից եւ Քրիստոսի փրկության մասնակիցներ դարձած ձեր հավատքի միջոցով։ Եվ այս փրկությունը ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերի պատճառով, օրենքի պահանջները կատարելով։
Այստեղ խոսվում է գործերի մասին, որպեսզի ոչ ոք չպարծենա, այն ինչ որ մեկի կարողացածի արդյունքը չէ, որ ոչ ոք չպարտանա իրենով կամ փառքը իրեն չվերագրի։ Կարծում եմ այս խոսքը կատարելապես ամփոփում է այն միտքը, որ մենք փրկված ենք շնորհքով։ Եթե դատաստանի օրը կանգնեինք Աստծո առջև եւ Աստված հարցներ, ինչու պիտի քեզ թույլ տամ մտնել իմ արքայություն, եթե նման բան լիներ, մեր պատասխանը ոչ թե պետք է լինի, քանի որ մենք լավ կյանք ենք ապրել, ոչ էլ քանի որ ջանասիրաբար ծառայել ենք քեզ, ոչ էլ քանի որ շահել ենք մարդկանց, այլ քանի որ Հիսուս մահացավ խաչի մահով Գողգոթայում, թափեց իր արյունը, մահացավ, թաղվեց եւ հարություն առավ, այն ինչը փրկեց ինձ, նրա զարմանահրաշ փրկագինն է, վճարված իր կյանքով, որ փրկեց ինձ եւ ուրիշ ոչինչ։ Հարմար տեղ է ասելու ամեն։ Շատ լավ։ Անցնենք մեր քրիստոնեական կյանքին։ Նախ եւ առաջ մենք չպետք է մոռանանք, որ շնորհքը, որ տրվել է մեզ ապրելու քրիստոնեական կյանքը, դա էլ Աստծո բարեհաճությունն է, որ կրկին չենք կարող վաստակել, հարմար տեղ է դադարելու եւ խորհելու սրա շուրջ։ Դժբախտաբար եկեղեցում շատերն ապաշխարելուց հետո իրենց քրիստոնեական կյանքին նայում են օրենքի աչքերով։ Դուք ինձ հետ եք։ Այժմ փոխարեն կարճելու Աստծո օրհնությունից եւ շնորհքից, կամ այլ կերպ ասած փոխարեն ընդունելու Աստծո օրհնություններն ու շնորհքը պարգևի միջոցով, նրանք փորձում են վաստակել դա իրենց ջանքով։ Պողոսը գրում է Գաղատիայի եկեղեցուն ասելով. «Այդքան անմիտ եք»։ Կարդում եմ նոր կենդանի թարգմանությունից. «Ձեր քրիստոնեական կյանքը հոգով սկսելուց հետո ինչու եք փորձում այժմ կատարյալ դառնալ ձեր մարդկային ջանքերով»։ Հիշեք, որ շնորհքն է փրկել մեզ եւ նույն շնորհքն է, որ զորություն է տալիս մեզ ապրելու մեր քրիստոնեական կյանքն այնպես, ինչպես Աստված կանչել է մեզ ապրելու։ Նույն ուղերձում, նույն նամակում մի քանի գլուխ հետո Պողոսն ավելի խիստ է խոսում։ Նա ասում է, սա 5-րդ գլխի 4-րդ խոսքն է. «Եթե փորձում եք օրենքով Աստծո առաջ ուղիղ լինել, ուրեմն դուք խափանված եք Քրիստոսից։ Դուք ընկել եք շնորհքից։ Եթե մենք փորձենք Աստծո առջև արդարանալ 5 կտակարանի օրենքը պահելով, մենք բառացիորեն կկտրվենք Քրիստոսից, քանի որ մենք կհպարտանանք մեր սեփական ջանքերով եւ փառքը Աստծուն չենք տա։ Հարմար տեղ է ասելու ամեն։ Շնորհքի շնորհիվ է, որ մենք շարունակում ենք վայելել փրկված լինելու օգուտները։ Նկատեք, որ Պողոսն իր յուրաքանչյուր ուղերձում գրում է. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը ձեզ հետ լինի»։ Եվ նա սա գրում է արդեն փրկված մարդկանց։ Ավելի ուշ Հակոբոսն էլ գրում է, նա ասում է քրիստոնյաներին. «Բայց նա ավելի ու ավելի շնորհք է տալիս մեզ»։ Սա Հակոբոս 4-րդ գլխի 6-րդ խոսքն է։ Բոլորդ ասեք ավելի ու ավելի։ Ուստի Աստված մեզ ավելի ու ավելի շնորհք է տալիս։ Եթե դու կարծում ես, որ ողջ շնորհքը քեզ միայն փրկվելիս էր պետք, սխալվում ես։ Ավելին կա։ Ահա թե ինչու է Պողոս առաքյալը գրում, որ Տեր Հիսուսի շնորհքը ձեզ հետ լինի։ Հակոբոսն ասում է. «Լսեք, նա ավելի ու ավելի շնորհք կտա։ Ես շնորհքի սիրահար եմ։ Եթե ուզում եք ճիշտը իմանալ, ես ուզում եմ ամբողջն ունենալ։ Հարմար տեղ է ասելու ամեն»։ Պետրոսը մեկ այլ մակարդակի է հասնում։ Նա ասում է. «Շնորհք եւ խաղաղություն բազմապատկվի ձեզ վրա»։ Ոչ միայն ուղղակի ավելանա, նա ասում է. «Աղոթեք, որ այն բազմապատկվի ձեր կյանքում»։ Ամեն։ Տեսեք, առաքյալները խորապես փափագում են, որ շնորհքը ավելանա մեզանում, քանի որ այն կարևոր դեր է խաղում մեր առօրյա քրիստոնեական կյանքում։ Կարող ես ամեն ասել։ Եկեք կենտրոնանանք Աստծո շնորհքի վրա եւ տեսնենք, թե ինչպես է շնորհքը ազդում մեր քրիստոնեական կյանքի վրա։ Նախ եւ առաջ մենք ոչ միայն շնորհքով փրկվում ենք, այլև շնորհքով փրկված ենք մնում։ Ինչևէ որոշ մարդիկ ծանր պայքարների մեջ են, նրանք ասում են. «Ջոն, ես այնքան ծանր մեղքեր եմ գործել քրիստոնյա դառնալուց հետո, որ կարծում եմ ես հավիտյանս կորցրել եմ այն»։ Թույլ տուր ասել, որ դա ճիշտ չէ, քանի որ առաջին Հովանու 1:9-ն ասում է. «Եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ ու արդար է նա, որ ների մեզ մեր մեղքերը եւ մաքրի մեզ որոշ անիրավությունից»։ Ոչ, ամեն անիրավությունից։ Հարմար տեղ է ասելու ամեն։ Հավատարիմ եւ արդար։ Հավատարիմ նշանակում է, որ նա կների մեզ ամեն անգամ, արդար նշանակում է, որ նա կանի եւ նա կողմնակալ չէ։ Չի ասի, ես ներել եմ նրան, բայց քեզ չեմ ների։ Նա արդար է եւ ներում է բոլորիս։ Եթե գնանք նրա մոտ զղջացող սրտով, որն ասում է. «Տեր, խորապես զղջում եմ արածիս համար»։ Դա չի վերաբերում շատ սխալներին, դա վերաբերում է բոլոր սխալներին։ Կարող ես ամեն ասել։ Դու դեռևս կարող ես մտածել, բայց ջոն, ես իսկապես կարծում եմ, որ չափազանց շատ եմ մեղանչել, կարծում եմ իսկապես վտանգավոր տեղում եմ, թույլ տվեք պարզեցնել սա։ Սաղմոս 2-ն ասում է. «Գոհացեք Տիրոջից, որ բարի է, եւ հավիտյան է նրա ողորմությունը»։
Գիտեք հետաքրքիրը որն է, Սաղմոս 2-ն այս տողերը գրել է 26 անգամ նույն Սաղմոսում։ Հավիտյան է նրա ողորմությունը, լավ։ Պետրոս առաքյալը փորձում է իր կարծիքն արտահայտել սրա մասին այս ներման ասպեկտի մասին։ Նա եկավ Հիսուսի մոտ եւ ասաց. Հիսուս, նախ հիշենք, որ նրանք ապրում էին օրենքի ժամանակաշրջանում, որն ասում էր աչքի տեղաչ կատամի տեղատամ։ Այսպիսով մի օր Պետրոսը եկավ Հիսուսի մոտ եւ ասաց. Հիսուս, եթե եղբայրս 7 անգամ մեղանչի իմ դեմ, ներեմ նրան։ Անկեղծ ասած կարծում եմ, որ Պետրոսը կարծում էր, թե ինքը գեր հոգևոր է։ Հիշեք, որ նրանք ապրում էին օրենքի ժամանակաշրջանում, որն ասում էր աչքի տեղաչ կատամի տեղատամ։ Այլ կերպ ասած, եթե ինձ վնաս պատճառես, փոխարենը կստանաս։ Պետրոսը ձգում է այնքան, որքան կարող է ձգել, քանի որ հիշեք, որ աշակերտները շարունակ վիճում էին, թե ով է մեծ։ Եվ Պետրոսն արդեն երկու միավոր ուներ, քանի որ քայլել էր ջրի վրայով եւ ասել դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին։ Ուստի Պետրոսը հնարավորինս լայն մտածելով ասում է. Հիսուս, եթե եղբայրս 7 անգամ մեղանչի իմ դեմ, իսկ ես ներեմ նրան, դա բավական է։ Պետրոսը սպասում էր, որ Հիսուսը կասի. ապրես տղա, դու հասկացել ես։ Բայց ինչ է պատասխանում Հիսուս։ Ոչ, ոչ թե 7, այլ 70 անգամ 7, այսինքն 490։ Այժմ լսեք, արդյոք 490 անգամը վերջնագիծն է։ Սա հասկանալու համար եկեք անդրադառնանք Ղուկասի ավետարանին։ Ղուկասի ավետարանում Հիսուս ասում է. տես, եթե եղբայրդ ամեն օր քո դեմ 7 անգամ մեղանչի եւ գա ու ասի մեղանչել եմ, դու պետք է ամեն անգամ ներես նրան։ Նա կոնկրետ սահման չի դնում 490 անգամն ասելով։ Գիտեք ինչ է դա նշանակում։ Եթե դու մեկի դեմ օրը 7 անգամ մեղանչես, ապա 80 տարվա ընթացքում դու մոտավորապես 200,000 անգամ կմեղանչես նրա դեմ։ Գիտեք թե դա ինչ է ասում ինձ, որ Հիսուս սահմաններ չի դնում։ Նա ասում է, որ մեկս մյուսին ներելը պետք է լինի անսպառ, ինչու, քանի որ մեր երկնավոր Հայրը մեզ այդպես է ներում։ Մենք պետք է ներենք իրար, քանի որ Աստված էլ հանուն Քրիստոսի ներել է մեզ։ Դա նշանակում է, որ Աստծո ներումը անսպառ է։ Կարող ես սրան ամեն ասել։ Թույլ տվեք այսպես ասել։ Եթե կարծում ես, որ արդեն չափազանց շատ ես մեղանչել, կարող ես մխիթարվել այն մտքով, որ դու չես կարող սպառել Աստծո ողորմությունը, այս ամենով հանդերձ ուզում եմ զգուշացնել կանխամտածված մեղանչելու մասին։ Հարմար տեղ է ասելու ամեն։ Կարևոր է, որ հասկանանք, որ երբ մարդն ասի ես փրկված եմ շնորհքով, կարող եմ ապրել այնպես, ինչպես ուզում եմ, եւ այդ մարդը ժուժկալություն չունենա, ապրի հաճույքների համար եւ ոչ թե Աստծո, նա շատ վտանգավոր տեղում է։ Նա խաբված է, եւ եթե ավելի անկեղծ լինեմ, կասկածի տակ է նույնիսկ նրա փրկությունը, քանի որ եթե փրկված ես, դու չես ուզում մեղանչել, դու Աստծուն այնքան ես սիրում, որ չես ուզում մեղանչել։ Հարմար պահ է աղաղակելու ամեն։ Հռոմեացիս 6:1-2-ը ասում է. Արդեն ճանենք, շարունակենք մեղ գործել, որ Աստծո շնորհքը քաղցրությունը ներումն ավելի շատանա։ Պողոս առաքյալն ասում է միանշանակ ոչ, իհարկե ոչ։ Նա ավելի խիստ է ասում Գաղատացիս թղթում. հայտնի է, թե ինչպիսի կյանք կզարգանա, եթե փորձենք ապրել մեր ուզած կերպով միայն։ Հետո Պողոսը նշում է մեղքերի մի մեծ շարք, որոնք տեղի են ունենում այն մարդու հետ, ով չունի ժուժկալություն եւ չի ապրում Աստծո զորությամբ։ Ես կարող եմ շարունակել, այսինքն մեղքերի այն շարքը, երբ մարդն ապրում է իր ուզած ձևով, ասելով ես փրկված եմ շնորհքով։ Հետո շարունակում է ասելով. առաջին անգամը չի, որ զգուշացնում եմ ձեզ, բոլորդ ասեք զգուշացնել։ Դուք արդեն գիտեք, եթե այս կերպով օգտագործեք ձեր ազատությունը, չեք ժառանգի Աստծո արքայությունը։ Միանշանակ ճիշտ է, որ Աստծո շնորհքով մենք ազատություն ունենք, բայց այդ ազատությունը կանխամտածված մեղանչելու համար չէ։ Ուրեմն մեծ տարբերություն կա այսպիսի մարդու եւ նրա միջև, ով մեղանչում է եւ ասում Աստված եմ, ես զղջում եմ, խնդրում եմ ների ինձ, եթե նորից պատահի դա ես չեմ անի։ Ճշմարիտ ապաշխարությունն այն է, երբ փոխվում է մեր սիրտը եւ միտքը, իսկ նա ով մեղանչում է եւ ասում դե ոչինչ, ես ծածկված եմ շնորհքով, նա շատ վտանգավոր տեղում է։ Կարող ես սրան ամեն ասել։ Շնորհքը շատ ավելին է, քան ներումը։ Եվ հիմա ես կսկսեմ խոսել նրա մասին, ինչի մասին ուզում եմ։ Շնորհքը ոչ միայն ներում է, ոչ միայն երկինք մտնելու ճանապարհն է, այլև շնորհքը Աստծո զորությունն է։ Բոլորդ բարձր ասեք զորություն։ Այն զորություն է տալիս ապրելու Հիսուս Քրիստոսի նման։ Անկեղծ ասած, ես անհամբեր սպասում էի սրա մասին ձեզ հետ խոսելուն, քանի որ այժմ մենք ուրախությունից կցնցվենք։
Հովանես առաքյալը առաջին Հովանու թղթում մի զարմանահրաշ արտահայտություն է անում, լսեք նրա խոսքերը, 2-րդ գլուխ 6-րդ խոսք, ով որ ասում է, թե նրանում է բնակվում, պետք է, ինչպես որ նա գնաց, ինքն էլ այնպես գնա, նկատեք, որ նա չի ասում, լավ կլինի, որ Հիսուսի նման գնա, այլ պետք է գնա, ինչպես Հիսուսը, քանիսդ գիտեք, որ Աստված մեզ այնպիսի բան չի պատվիրել նոր կտակարանում, որի կատարման համար զորություն չի տվել։ Հին կտակարանում դա այդպես չէր, բայց նոր ուխտում ցանկացած պատվիրանի համար նա նաև զորություն է տվել դա անելու։ Ուստի երբ Աստված իր առաքյալի միջոցով ասում է, որ պետք է Հիսուսի նման ապրենք, նա չի կատակում։ Նա պարզապես գեղեցիկ խոսքեր չի ասել, որ փակցնենք պատին ու ասենք հրաշալի նպատակ է, արժե սրան հասնել։ Նա հենց դա է նկատի ունեցել։ Դուք գնալով լռում եք։ Առաջին Թեսաղոնիկեցիս թղթում Պողոսը զարմանալի արտահայտություն է անում, նա ասում է. «Ինչպես գիտեք, որ ձեզնից ամեն մեկին հորդորում եւ մխիթարում ենք եւ վկայություն ենք տալիս, որ դուք գնաք, ինչպես Աստծուն կվայելի, ինչպիսի պատվիրան»։ Հովանեսն ասում է քայլել Հիսուսի նման, Պողոսն ասում է քայլել ինչպես վայել է Աստծուն։ Ոչ թե ինչպես վայել է քաղաքակիրթ մարդուն, ոչ թե ինչպես վայել է քո եկեղեցուն, այլ ինչպես վայել է Աստծուն։ Ինչպես կարող ենք այսպես ապրել։ Պատասխանը հետևյալն է՝ շնորհքի զորությամբ։ Սա շնորհքի այն ասպեկտն է, որը շատերը չեն հասկանում։ Այո, շատերը, քանի որ երկար տարիներ ճանապարհորդում են ողջ աշխարհով եւ տեսնում են, որ շատերը չեն հասկանում շնորհքի այս ասպեկտը։ Հենց այս ասպեկտը քիչ ուսուցանված եւ քիչ քարոզված թեմաներից մեկն է։ Ինչու՞։ Կարծում եմ, այն չեն հասկանում, քանի որ անկեղծ ասած թշնամին փորձում է թաքցնել այն մեզնից։ Եկեք նայենք շնորհք բառը բնագրից։ Ամենաշատ կիրառված բառը շնորհքի համար չարիսն է։ Այն հունարեն բառ է, գրվում է չ-ա-ր-ի-ս։ Այն 150 անգամ գրված է Նոր Կտակարանում։ Հիմա կարդանք սահմանումը։ Գրեթե բոլոր հունարեն բառարաններում այս բառը սահմանվում է հետևյալ կերպ. բարեհաճություն կատարված առանց որևէ բան ստանալու ակնկալիքի։ Այն Աստծո սիրո եւ քաղցրության բացարձակ անհատույց արտահայտությունն է մեր հանդեպ։ Դրա միակ շարժառիթը տվողի առատաձեռնությունն ու բարյացակամությունն է, նրա չվաստակած եւ չարժանացած բարեհաճությունը։ Այժմ եթե վերցնենք այս սահմանումը եւ տեղադրենք Նոր Կտակարանի որոշ գրքերի գաղատացիների, հռոմեացիների որոշ խոսքերում, ապա դուք շնորհքը կհասկանաք այնպես, ինչպես հասկանում են շատերը շատ եկեղեցիներում։ Այն ձրի պարգև է, ներում է մեր մեղքերը եւ երկինք մտնելու իրավունք տալիս, ինչեւ է սա ասում է շնորհքի միայն շարժառիթի եւ արդյունքի մասին։ Այն չի ասում շնորհքի էության մասին, բոլորդ ասեք շնորհքի էություն։ Այլ կերպ ասած, այն ցույց է տալիս շնորհքը որպես ձրի պարգև, որը փրկում է մեզ գալիք կյանքի համար, բայց ցույց չի տալիս այն զորությունը, որը պետք է այս կյանքում։ Թույլ տվեք լուսաբանել սա։ Թույլ տվեք մի կարճ առակ պատմել այստեղ։ Խնդրում եմ ձեր ողջ ուշադրությունը։ Վերադառնանք 1700-ականներ, ավելի կոնկրետ 1717 թվականը, որն ատրճանակի գյուտի նախորդ տարին էր։ Մի մարդ Խաղաղ օվկիանոսում նավաբեկության է ենթարկվում։ Այս մարդը մազապուրց փրկվում է եւ հասնում մի անմարդաբնակ կղզի։ Այս կղզին մի քիչ տարօրինակ էր։ Թեև նորմալ եղանակ ուներ, արևը շողում էր ցերեկ, իսկ գիշերը սև ամպեր եւ շատ աստղեր էին երևում երկնքում, մի բացառիկ երևույթ էր տեղի ունենում։ Կղզուց դուրս, ասենք 1 մղոն հեռու թանձր մեկ էր տարածում կղզու շուրջը։ Հիմա այս կղզին նաև նավերի սովորական ճանապարհից դուրս էր գտնվում։ Այդ տղան ինչ որ պատճառով ուղուց շեղվել էր, ուստի դա մի վայր էր, որը սովորաբար տեսանելի չէր, քանի որ գիշերային լույսեր չէին վառվում։ Այսպիսով, մեր հերոսն արդեն մի քանի օր է կղզում է, որտեղ կան եղջերուներ, վայրի խոզեր եւ արջեր։ Եվ մեր հերոսը, որին արդեն կկոչենք կղզիաբնակ, փորձում է արջ եւ եղջերու որսալ նետ ու աղեղով, սպանել քարով։ Նա նույնիսկ մի մեծ պարսատիկ է սարքում, բայց չի կարողանում ոչ վայրի խոզ սպանել, ոչ էլ արջ։ Իսկ նա չափազանց քաղցած էր։ Մինչդեռ սարսափելին այն է, որ արջերը եւս քաղցած են։ Եվ մեր կղզիաբնակին թվում է, թե դրանք իր վրա են հարձակվում։
Ինչ է նրան մնում անել, եթե ոչ բարձրանալ մի հսկայական ժայռաբեկորի վրա, որը մի փոքր տանչափ է։ Նա մի ժայռաբեկոր է գտնում, մի խարխուլ աստիճան է սարքում, հենում ժայռաբեկորի վրա, վերցնում իր նետն ու աղեղը, բարձրանում, մտնում դրա մեջ, հավատալով, որ միայն այդտեղ նա ապահով կլինի արջերի հարձակումից։ Լավ, ցերեկները նա քաղցած է մնում եւ ոչ միայն դա, գիշերները սաստիկ մրսում է, քանի որ հորդ անձրև է տեղում, եւ ահա նա տանջվում է, քաղցած է եւ հույս չունի, թե երբևէ կարող է փրկվել։ Քանի որ այս կղզին հեռու է նավերի տեսադաշտից, բացի դրանից մառախուղը շրջապատում է ողջ կղզին, սա իսկապես դաժան իրավիճակ է։ Բայց հանկարծակի, երբ նա սովից ուժասպառ էր եղել, մի մարդ հայտնվեց, որը ճանապարհորդում էր ժամանակով։ Նա եկել էր հեռավոր 21-րդ դարից եւ ձեռքին ուներ մի ճամփրուկ։ Ճանապարհորդը նայում է կղզիաբնակին եւ ասում. «Ես եկել եմ ապագայից, ես ուսումնասիրեցի քո սարսափելի նավաբեկությունը եւ եկա քեզ ազատելու, եւ ես այստեղ եմ, որ ասեմ, որ այսօրվանից սկսած 61 օր հետո մի նավ է գալու, որը քեզ կազատի։ Այն, ինչ ունեմ իմ ճամփրուկում, կարող է փրկել քեզ»։ Նա բացում է ճամփրուկը, նրան անծանոթ մի բան է հանում միջից։ Այն 7 մմ տրամագծով հրացան էր։ Նա ասաց. «Այս հրացանը բառացիորեն քո փրկությունն է»։ Կղզիաբնակը զարմացած նայում է դրան, քանի որ երբևէ նման բան չի տեսել։ Նա ասում է. «Թույլ տուր ցույց տալ, թե ինչ կարող է անել այս ատրճանակը»։ Նա մեկ այլ տարօրինակ բան է հանում, որը հրազենի գնդակն է, դնում է խոռոչի մեջ եւ կրակում վեր։ Կղզիաբնակը վախից ցատկում եւ բացականչում է. «Վայ»։ Մարդն ասում է. «Այս հրացանը այնքան ուժեղ ձայն է հանում, այն կարող է լսվել հարյուրավոր մղոններ հեռու, եւ այն նավի նավապետը, որ գալու է 61 օրից հետո, այսօրվանից սկսած, մենք սա տեսել ենք մեր ժամանակի մեքենայով, կլսի ձայնը, կանցնի մառախուղի միջով, երբ հասնի կղզու արևելյան մասին, մենք այստեղ օրացույց կթողնենք, որ օրերը իմանաս եւ դու ընդամենը պետք է հաշվես 61 օր»։ Նա շարունակում է. «Երբ նա գա այստեղ, լսի կրակոցը, դու մի քանի անգամ էլ կրակիր, նա քեզ կգտնի ու ապահով տուն կտանի»։ Կղզիաբնակն ասում է. «Հրաշալի է»։ Հետո պատգամաբերն ասում է. «Ավելի լավ լուր ունեմ»։ Ասում է. «Տեսնում ես այս հրազենի գնդակը, երբ կրակում ես, այն այնքան հեռու է գնում, որ չեմ հասցնում նույնիսկ տեսնել։ Գիտես ինչ կարող է անել։ Սա կարող է սպանել այս կղզու ցանկացած եղջերուի, խոզի եւ արջի»։ Նա վերցնում է հրացանը եւ ցույց տալիս։ Նա ասաց. «Այսինքն դու կարող ես սպանել եղջերու կամ խոզ եւ ուտելիք ունենալ եւ սպանել ցանկացած արջի, որ կփորձի քեզ հոշոտել»։ Նա ասում է. «Բայց սա էլ դեռ վերջը չէ։ Եկ ինձ հետ»։ Նրան տանում է կղզու ափ մի վայր, որտեղ քարանձավ կա։ Այդ քարանձավը շատ գեղեցիկ եւ հարթ, ավազե հատակ ուներ, շատ փափուկ էր։ Կղզիաբնակն արդեն տեսել էր դա եւ ուզում էր այնտեղ քնել, բայց չէր համարձակվել այնտեղ մտնել, քանի որ վախենում էր գիշերը արջերի հարձակման զոհ դառնալ։ Նա ասաց. «Լուր ունեմ քեզ համար, այժմ կարող ես քնել այս ավազե հատակի վրա, քանի որ տեսնում ես այս երկու արմավենիները, քարանձավի դիմաց դու կարող ես մի եղջերու սպանել, դրա մորթին կապել ծառերից եւ ոչ մի արջ քեզ չի մոտենա»։ Կղզիաբնակը հասկանում է, որ կարող է ուտել, կարող է քնել։ Բայց պատգամաբերը շարունակում է. «Գիտես ինչ, մի քանի արջ սպանիր, դրանց մորթուց մատրաս եւ ծածկոց պատրաստիր եւ այլևս գիշերը չես մրսի։ Ամեն բան հրաշալի կլինի»։ Երբ պատգամաբերը պատրաստվում էր հեռանալ, կղզիաբնակն ասում է. «Ինչպես կարող եմ հատուցել քեզ։ Ինչ կարող եմ տալ սրա համար»։ Պատգամաբերն ասում է. «Ոչինչ չես կարող տալ, սա ձրի պարգև է»։ Նա ասում է. «Իմ ղեկավարը շատ հարուստ մարդ է, մենք 21-րդ դարում տեսանք քո նավաբեկությունը եւ իմ ղեկավարը միլիոնավոր դոլարներ վճարեց, որ ինձ հետ ուղարկի, որ այս հրացանը տամ քեզ, որ կարողանաս փրկվել»։ Կղզիաբնակը ապշած էր, պատգամաբերը հանկարծակի հեռանում է։ Դուք հավանաբար հասկացաք սրա մեկնաբանությունը։ Պատգամաբերը մեզ է խորհրդանշում, այսինքն այն մարդուն, ով ավետարանը հասցնում է մեզ։ Հետևում եք ինձ, դա կարող է լինել ընկեր, ընտանիքի անդամը, հովիվը կամ անծանոթ մարդ։ Ղեկավարը խորհրդանշում է Տիրոջը, ով ուղարկում է պատգամաբերին, հրացանը ներկայացնում է Աստծո շնորհքը։ Կղզու 1 օրը խորհրդանշում է երկրի վրա մեր ապրելու օրերը։ Նավը, որ պիտի գա եւ ազատի կղզիաբնակին, ներկայացնում է մեզ, որ պետք է թողնենք այս երկիրը եւ գնանք Տիրոջ մոտ։ Դուք ինձ հետ եք։ Հիմա մենք կվերադառնանք պատմությանը, բայց մի բան փոխենք։ Պատգամաբերը գալիս է, կղզիաբնակին ցույց տալիս հրացանը, պահում վերև, կրակում, որը եւ բարձր ձայն է արձակում։ Հետո ասում է նավի մասին, որը պիտի գա 61 օրից, բայց այս անգամ պատգամաբերը մոռանում է ասել հրացանի այլ կարողությունների մասին։ Նա չի ասում, որ հրացանով կարող է սպանել եղջերու, խոզ կամ արջ։ Պատգամաբերը հեռանում է, իսկ կղզիաբնակը շփոթվում։
Նա գիտի, թե ինչպես պետք է 61 օրից դուրս գա այս կղզուց, և դրա համար շատ շնորհակալ է։ Բայց ինչպես պիտի ապրի։ Նա արդեն շաբաթներ շարունակ կամ որքան որ այդտեղ մնացել է փորձել է եղջերու կամ խոս սպանել, բայց չի կարողացել։ Ինչպես պիտի պաշտպանվի արջի հարձակումներից։ Ինչպես պիտի քնի այս չոր ժայռի վրա, հորդառատ անձրևի տակ։ Նա սովից կմահանա 61 օրում։ Ինչպես տեսնում եք, մենք մարդկանց ասել ենք, որ Աստծո շնորհքը ներում է մարդկանց մեղքերը։ Աստծո շնորհքը մեզ կտանի երկինք 61 օրից, բայց մարդկանց չենք ասել Աստծո շնորհքի զորության մասին, որը պետք է այս կյանքի համար։ Այսինքն մենք չենք ասել շնորհքի ներուժի մասին, դրա զորության կարողության մասին։ Ինձ հետ եք։ Ինչ առնչություն ունի սա մեզ հետ։ Ես կկարդամ սա ձեզ համար։ Շատերը սովորել ու հասկացել են, որ շնորհքը չվաստակած պարգև է, որով մենք ներվում ենք, ազատվում դժոխքից ու երկինք գնում։ Բայց մեր ավետարանչական հավաքներում անտեսվել է այն, որ շնորհքը զորություն է այս կյանքի համար։ Ինչ կարող է այն անել։ Այն ոչ միայն փրկում է մեզ, այլև զորություն է տալիս ապրել հաջողակ ու արտասովոր կյանքով, որը հաճելի է Աստծուն։ Այլ կերպ ասած, չենք ասել, թե էլ ինչ կարող է անել հրացանը մինչև նավի ժամանելը։ Դրա հետևանքն այն է, որ շատ եկեղեցիներում մարդիկ այնպիսին են, ինչպիսին նախքան փրկվելը, վերադառնանք շնորհք բառին։ Հստակ սահմանումը շնորհք չարիս բառի հետևյալն է։ Լսեք ուշադիր։ Աստվածային ազդեցությունը սրտի վրա, որը արտացոլվում է կյանքի մեջ։ Թույլ տվեք նորից ասել. աստվածային ազդեցությունը սրտի վրա, որը արտացոլվում է կյանքի մեջ։ Ուշադրություն դարձրեք, արտացոլվում է կյանքի մեջ արտահայտության վրա, նշանակում է, որ արտաքնապես կարող ես տարբերել նրան, ում կյանքում շնորհք կա, նրանից, ում կյանքում չկա։ Հասկանում եք սա։ Այլ կերպ ասած, շնորհքը արտացոլվում է, այն երևում է հավատացյալի կյանքում։ Բացենք Գործք 11:22-23 և տեսնենք ինչ է ասում։ Այս բանի լուրը հասավ Երուսաղեմի եկեղեցու ականջին և Բարնաբասին ուղարկեցին, որ գնա մինչև Անտիոք։ Երբ նա եկավ և Աստծո շնորհքը տեսավ, ուրախ եղավ։ Նկատեք, որ Բարնաբասը կարողացավ տեսնել Աստծո շնորհքի արտաքին դրսևորումը։ Նա տեսավ դա։ Մեկ այլ թարգմանություն ասում է, երբ նա եկավ և տեսավ Աստծո շնորհքի ապացույցը։ Բոլորը ասեք ապացույցը տեսավ։ Այսպիսով Բարնաբասը տեսավ շնորհքի արտաքին դրսևորումը, թույլ տվեք կարդալ շնորհի սահմանումը Զոնդերվանի բառարանից։ Լսեք սա, ուղղակի հիանալի է։ Այս շնորհքը շարժուն ուժ է, ասեք շարժուն ուժ, որ ավելին է անում, քան Աստծո առջև կանգնելու համար մեզ արդարացնելը։ Շնորհքը նաև ազդում է մեր փորձառության վրա։ Շնորհքը միշտ նշվում է որպես Աստծո զորացնող գործ մեր մեջ հաղթահարելու մեր անօգնական լինելը։ Այլ կերպ ասած, շնորհքը մեզ կարողություն է տալիս գերազանցելու մեր կարողությունները, այն կարողություն է տալիս Հիսուսի նման ապրել։ Եբրայեցիս թուղթը պարզեցնում է սա։ Թղթի հեղինակը գրում է 12:28-ում. «Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով, պինդ բռնենք այն շնորհքը, ասեք, պինդ բռնենք շնորհքը, հունարեն բառը չարիսն է, պինդ բռնենք շնորհքը, որով հաճությամբ պաշտում ենք Աստծուն»։ Շնորհքը կարողություն է տալիս Աստծուն հաճությամբ ծառայելու։ Շնորհքը կարողություն է տալիս Հիսուսի նման գնալու։ Դուք լսում եք։ Հունարեն բառը չարիսն է։ Գիտեք, որ նույն չարիս բառն է օգտագործված Եփեսացիս 2-րդ գլխում, որտեղ ասվում է, որ շնորհքով եք փրկված, ոչ թե գործերով, որ մեկը չպարծենա։ Նույն բառը, որ օգտագործված է Եփեսացիս թղթում, օգտագործված է նաև Եբրայեցիս թղթում, որ ասում է, թե շնորհքով եք Աստծուն հաճությամբ ծառայում։ Իսկ ինչ է նշանակում հաճությամբ։ Արտասովոր կերպով։ Շնորհքը ոչ միայն Աստծո բարեհաճությունն է, որը չենք կարող վաստակել, այլև Աստծո զորացնող ներկայությունը, որ մեզ կարողություն է տալիս ապրել Աստծուն վայել կերպով, բոլորդ ասեք Աստծուն վայել կերպով։ Շնորհքը կարողություն է տալիս գերազանցել մեր կարողությունները։ Այն կարողություն է տալիս արտասովոր կյանք ապրելու։ Աստված ոչ միայն փրկում է մեզ,
այլև զորություն է տալիս հաջողակ կյանք ապրելու այստեղ, այս երկրի վրա։ Նա այնպիսի զավակներ չի ուզում, որոնք ունենան արդարության տիտղոսը, բայց չկարողանան հաղթահարել այն դժվարությունները, որոնք առաջնահերթ կարևորություն ունեն։ Իմացիր, որ նրա փրկությունն ամբողջական է։ Հաղթական կյանք այս երկրում, ինչպես նաև գալիք կյանքում։ Նա, ով ասում է, թե նրանում է ապրում, պետք է, որ ինչպես Հիսուսը գնաց, այնպես գնա։ Հիմա ես ընդամենը ներկայացրի ձեզ հաջորդ դասին խորքերը կգնանք, մինչ հաջորդ դասը։